Երբ մտածել եք, թե որքան տառապանք կարող է տեղավորվել մի երեխայի լռության մեջ։ Անմեղ հայացքը բացահայտում է կատարյալ դիմակի հետում թաքնված մութ գաղտնիքները։ Անսպասելի ժամանելով նա իր անունով ցուցանակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա թաքնված սարսափ է հայտնաբերում։ Եվ նրա անսպասելի արձագանքը հայտնվում է լրատվամիջոցների առաջին էջերին, բայց իսկական վերափոխումը տեղի է ունենում տեսախցիկներից հեռու։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Երանը շնչում էր հուլիսյան անվերջ թվացող խեղդող շոգը։ Կենտրոնի փողոցները եռում էին հաջորդ հանդիպման, հաջորդ հաճախորդի, հաջորդ նպատակի հետից վազող մարդկանց շարժումից։ Աղտոտվածությունից մոխրագույն երկինքն արտացոլող հայելային շենքերի մեջ մեկն առանձնանում էր իր բարձրությամբ ճակատին քրոմապատ տառերով փորագրված անունով՝ Կարապետյան Հոլդինգս։ Ներսում, վերջին հարկում, որտեղ օդորակիչը ամեն ինչ պահում էր կատարյալ արհեստական ջերմաստիճանում, Ռոբերտ Կարապետյանը պայմանագրեր էր ստորագրում, աչքերը թղթից չկտրելով։ 52 տարեկան մուգ մազերը քունքերին սկսել էին ճերմակել, քառակուսի կզակ, որը հեղինակություն էր հաղորդում նույնիսկ այն ժամանակ, երբ նա լուռ էր։ Նա կրում էր շվեյցարական ժամացույց, իր չափսերով կարված կոստյում, իտալական փողկապ։ Նրա մեջ ամեն ինչ խոսում էր հաջողության մասին։ Նրա մեջ ամեն ինչ թաքցնում էր մի դատարկություն, որը նույնիսկ ինքը չէր սիրում խոստովանել։ Երբ այդ կեսօրին հեռախոսը զանգեց 10-րդ անգամ, նա պատասխանեց չոր ձայնով, որը բարեկրթության ժամանակ չուներ։ Զանգահարողը Անահ Իդն էր, նրա 15 տարվա քարտուղարուհին, ով տեղեկացնում էր, որ փոխնախագահը որոշման է սպասում դեղագործական ոլորտի ընկերության հետ միաձուլման վերաբերյալ։ Ռոբերտը պատասխանեց երկու կարճ նախադասությամբ, անջատեց հեռախոսը, վերադարձավ մահագոնի փայտի սեղանին կուտակված հաշվետվություններին։ Դրսում, զրահապատ ապակուց այն կողմ, քաղաքը տարածվում էր բետոնի փառասիրության գորգի պես։ Նա մի պահ նայեց այդ տեսարանին, ինչպես նայում են մի նկարի, որն արդեն անգիր գիտես այնքան տեսնելուց, զգաց մի ծանոթ հարցի ծանրությունը, որը համառորեն վերադառնում էր ամենալուր պահերին։ Ի վերջո, ինչի՞ համար է այս ամենը։ Պատասխանը նա գիտեր, թաղված էր Հեղինեի, իր կնոջ հետ, ով հեռացել էր 6 տարի առաջ մի հիվանդության պատճառով, որին ոչ մի գումար չկարողացավ հաղթել։ Այդ օրվանից տունը, որտեղ նրանք ապրում էին, Արաբգիրի փակ թաղամասերից մեկում գտնվող եռահարկ առանձնատունը, վերածվել էր ինքն իր թանգարանի։ Դիզայներական կահույք, պատերին արվեստի գործեր, տաքացվող լողավազան, որը ոչ ոք չէր օգտագործում, անթերի այգի, որտեղ միայն այգեպանն էր ոտք դնում։ Ամեն ինչ մնացել էր ճիշտ այնպես, ինչպես թողել էր Հեղինեն, բացառությամբ նրա ներկայության։ Ռոբերտը այդ սենյակներով անցնում էր որպես տարանցիկ ուրվական, արթնանում էր վաղ, դուրս գալիս արածագից առաջ, վերադառնում ուշ գիշերով հազիվ կես տասնյակ բառ էր փոխանակում տիկին Սիրանուշի հետ, տնտեսուհու, ով հոգ էր տանում տան մասին դեռ այն ժամանակվանից, երբ Հեղինեն դեռ կենդանի էր։ Տիկին Սիրանուշը 60-ն անց ցածրահասակ, թմբլիկ կին էր, ում ճերմակ մազերը միշտ ամուր կոկոնով հավաքված էին։ Քիչ էր խոսում, բայց ամեն ինչ նկատում էր։ Նա մարդկանց տրամադրություն կարդալու շնորհք ուներ, նրանց դուռը փակելու ձից, բարի լույսը ասելու տոնից, ուտելուց առաջ սեփական ափսեին նայելու տողությունից։ Եվ այն, ինչ նա տեսնում էր Ռոբերտի մեջ օրեցօր, մի մարդ էր, ով աշխատանքի պատրվակով փախչում էր ինքն իրենից։ Նա արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, միայնակ սուրճ խմում, հեռախոսով նամակներ կարդալով, դուրս գալիս 6-ին, վերադառնում երեկոյան 10-ին, արագ ինչ-որ բան ուտում, փակվում աշխատասենյակում քնելու պարկում միայն կեսգիշերից հետո։ Հանգստյան օրերը հեռավար հանդիպումներ էին, գործնական ընթրիքներ, բարեգործական միջոցառումներ, որտեղ պետք էր ներկայանալ, ժպտալ լուսանկարների համար, ձեռքեր սեղմել։ Երբեք չէր կանգնում։ Երբեք իրեն թույլ չէր տալիս կանգ առնել։ Բայց կար մի բան, որը նրան ստիպում էր զգալ, թեկուզ հեռվից, որ ինքը միայն պայմանագրեր ստորագրող մեքենա չէ։ Ամեն ամիս Ռոբերտը մանրամասն հաշվետվություններ էր ստանում մի սոցիալական նախագծից, որն իր ընկերությունը պահպանում էր գրեթե 10 տարի, հույսի դպրոցից, որը գտնվում էր Երանի Շենգավիթ վարչական շրջանում, Ձիթենյաց այգի չվող թաղամասում։ Դա մի հաստատություն էր, որը սպասարկում էր որբ ծայրահեղ խոցելի իրավիճակում գտնվող երեխաների, առաջարկելով լրիվորյա կրթություն, օրական 3 անգամյա սնունդ, հոգեբանական աջակցություն, մշակութային միջոցառումներ։ Նախագիծը ծնվել էր Հեղինեի գաղափարից, ով միշտ երազել էր կոնկրետ ինչ-որ բան անել այն երեխաների համար, ովքեր ոչ ոք չունեին։
Նրա մահից հետո Ռոբերտը այդ երազանքը վերածեց ընկերության ամենամեծ սոցիալական ներդրումներից մեկի։ Նա վերանորոգեց շենքը, վարձեց որակավորված անձնակազմ, գնեց ժամանակակից սարքավորումներ, ապահովեց ֆինանսավորում ամեն ինչի համար։ Իր տված հարցազրույցներում նա միշտ նշում էր դպրոցը որպես ապացույց, որ կապիտալիզմը նույնպես կարող է սիրտ ունենալ։ Բիզնես ամսագրերը հիանում էին պատմությամբ։ Ներդրողները ծափահարում էին։ Ռոբերտը համոզում էր ինքն իրեն, որ հարգում է Հեղինեի հիշատակը։ Խնդիրն այն էր, որ նա գրեթե երբեք այնտեղ չէր գնում։ Ստանում էր միջոցառումների լուսանկարներ, պարային ներկայացումների տեսանյութեր, ակադեմիական առաջադիմության աղյուսակներ, երեխաների առողջության մասին հաշվետվություններ։ Ամեն ինչ հասնում էր կազմակերպված, գեղեցիկ, լավատեսական տեսքով։ Տնօրենուհին Սոնա Մարտիրոսյան անունով մի կին արդյունավետ էր, գեղեցիկ խոսել գիտեր, տիրապետում էր թվերին, շահում էր բոլորի վստահությունը։ Այն սակավաթիվ անգամները, երբ Ռոբերտը գնում էր նոր մարզադաշտի բացմանը կամ մասնակցում էր տոնական միջոցառման մամուլի հետ լուսանկարվելու համար, Սոնան նրան դիմավորում էր լայն ժպիտներով, պատրաստված ճառերով, բարի գալուստի երգեր երգող փորձ արած երեխաներով։ Նա ստորագրում էր չեկերը, սեղմում փոքրիկ ձեռքերը, լուսանկարվում սելֆիների համար հեռանում, հավատալով, որ կատարում է իր դերը։ Երբեք բավականաչափ երկար չէր մնում, տեսնելու, թե ինչ է կատարվում, երբ տեսախցիկները հեռանում են։ Երբեք չէր հարցնում երեխաներին, թե իրականում ինչ են զգում։ Երբեք չէր հապաղում միջանցքներում, լսելու այն, ինչը հաշվետվություններում չկար։ Տիկին Սիրանուշը, ով երբեմն համարձակվում էր կարծիք հայտնել, արդեն ասել էր նրան մի առավոտ, երբ տեսել էր նրան դպրոցի մասին գունավոր գրաֆիկներով լի հերթական թղթապանակը երթելիս։ Պարոն Կարապետյան, դուք շատ եք խոսում այդ դպրոցի մասին, բայց գրեթե չեք գնում այնտեղ։ Արդյոք դուք իսկապես ճանաչում եք այն երեխաներին, որոնց, ձեր ասելով, պաշտպանում եք։ Ռոբերտը աչքերը բարձրացրել էր թղթից, հոգնած կիսաժպիտ տվել պատասխանել, որ վստահում է թիմին, որ չի կարող միաժամանակ բոլոր տեղերում լինել, որ այն գումարը, որը նա ներդնում է այնտեղ, արդեն ավելին է, քան շատերն են անում։ Տիկին Սիրանուշը չէր պնդել։ Բայց արտահայտությունը մնացել էր, պտտվելով Ռոբերտի մտքերում այն գիշերներին, երբ քունը ուշանում էր։ Մինույն ժամանակ հարյուրավոր կիլոմետրեր հեռու, Երանի Շենգավիթ շրջանում, հույսի դպրոց ի դեղին ներկված պատերի ներսում, միանգամայն այլ իրականություն էր ծավալվում։ Շենքը, իրոք, գեղեցիկ էր։ Ուներ ընդարձակ դասասենյակներ, մաքուր սանհանգույցներ, հարուստ գրադարան, լայնարձակ ճաշարան, լամինատե սեղաններով ամուր պլաստմասե աթոռներով։ Պատերին, գունավոր որմնանկարներ երեխաների նկարներով մոտիվացնող արտահայտություններով։ Բաքում նոր սպորտային հրապարակ, նոր ներկված խաղալիքներ, ծաղիկներով այգի։ Նրանց համար, ովքեր դրսից էին անցնում կամ գալիս էին էքսկուրսիայի, ամեն ինչ կատարյալ էր թվում։ Բայց պաշտոնական լուսանկարների հետում, դասասենյակների ներսում, հանգստի ժամի լուռ միջանցքներում, ճաշի ժամերին, երբ դռները փակվում էին, կային պատմություններ, որոնք ոչ մի հաշվետվություն չէր պատմում։ Դպրոցի սպասարկած 80 երեխաների մեջ կար մի աղջիկ, ով հազիվ 5 տարեկան էր դարձել։ Նրա անունը Նարե էր։ Իր տարիքի համար չափազանց նիհար, հսկայական շագանակագույն աչքեր, փոքրիկ ու վախեցած դեմքին, անփույթ կտրված շագանակագույն մազեր, նվիրաբերված հագուստ, որը միշտ մի փոքր մեծ էր։ Նարեն դպրոց էր եկել 3 ամիս առաջ, ուղիղ քաղաքային մանկատնից, երբ նրան գտել էին միայնակ մի հրապարակում, նստած նստարանի տակ, ձեռքին կեղտոտ մի թ պակաս լաթե տիկնիկ։ Ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչ է պատահել նրա ծնողներին։ Սոցիալական աշխատողը, ով զբաղվել էր գործով, խոսում էր լքվածության, անտեսման պատմության, խորը տրավմայի մասին։ Աղջիկը գրեթե չէր խոսում։ Հեշտությամբ լաց էր լինում։ Մղձավանջներ էր տեսնում։ Եվ, ամենից շատ, հրաժարվում էր ու դելուց։ Իր գալուց ի վեր Նարեն խնդիր էր դարձել ճաշարանի անձնակազմի համար։ Ամեն անգամ, երբ ճաշի ժամը մոտենում էր, նա սկսում էր դողալ, կծկվել, մի անկյուն փնտրել, որտեղ կարող էր թաքնվել։ Երբ նրան նստեցնում էին սեղանի մոտ, նա նայում էր ափսեին, կարծես ինչ-որ սպառնալից բան տեսներ։ Պատառաքաղով խառնում էր ուտելիքը, բրինձը մի կողմից մյուսն էր տանում, գդալը մոտեցնում բերանին թողնում, որ ընկնի, նախքան կուլ տալը։ Խոհարարուհիները, միջին տարիքի կանայք, որոնք սովոր էին դժվար երեխաների հետ գործ ունենալ, փորձում էին նրան համբերությամբ խրախուսել։ Արի, աղջիկս, միայն մի գթալ։ Տես ինչ համով է։ Մյուս երեխաներն ուտում են, տեսնում ես։
Բայց Նարեն գլուխը թափահարում էր, գծում ստորին շուրթը, զսպում արցունքները։ Նարեի հետ գործ ունենալու դերը ստանձնեց փոքրերի խմբի պատասխանատու ուսուցչուհին, 40 անց Լիանա Կոստանյան անունով մի կին։ Առաջին հայացքից Լիանան այն մանկավարժի տպավորությունն էր թողնում, որին ցանկացած սոցիալական նախագիծ կցանկանար ունենալ։ Գեղեցիկ էր խոսում, ուներ ընդարձակ ինքնակենսագրական պատինք։ Ախված դիպլոմներ, ճշտապահ էր, կազմակերպված, գիտեր, թե ինչպես իրեն պահել դոնորների հետ հանդիպումներին։ Տնօրենուհի Սոնան կուրորեն վստահում էր նրան, միշտ գովում էր նրան հանրության առաջ, ասում, որ նա ամուր ձեռք ունի, գիտի, թե ինչպես կարգուկանոն հաստատել երեխաների շրջանում։ Լիանայի խմբի մասին հաշվետվությունները միշտ անթերի էին։ Երեխաները լավ առաջադիմություն էին ցուցաբերում, արագ սովորում, հնազանդվում։ Էքսկուրսիաների ժամանակ Լիանան միշտ այն ուսուցչուհին էր, ում ընտրում էին դասարանը ցույց տալու, մեթոդաբանությունը բացատրելու, խնամքով լրացված տետրերը ցուցադրելու համար։ Բայց այդ արդյունավետության քողի տակ Լիանան թաքցնում էր մի բան, որն ինքն անվանում էր ուղղիչ մեթոդ։ Նրա համար աղքատ երեխան քմահաճություններ անելու իրավունք չուներ։ Աղքատ երեխան պետք է շնորհակալ լիներ իր առջ դրված մի ափսե ուտելիքի համար։ Աղքատ երեխան չէր կարող վատնել։ Աղքատ երեխան պետք է վաղ տարիքից սովորեր, որ կյանքը հեշտ չի լինելու։ Եվ երբ մի երեխա հրաժարվում էր ուտելուց, Լիանան քմահաճություն կամ տրավմա չէր տեսնում։ Տեսնում էր անհարգալից վերաբերմունք, տեսնում էր ապերախտություն և պատժում էր։ Սկզբում դրանք փոքր պատիժներ էին։ Ճաշը չկերար, ուրեմն դասամիջոցին չես խաղա։ Ուտելիքին տխուր դեմքով նայեցիր, ուրեմն մենակ կնստես վերջին սեղանին։ Ափսեում բրինձ ես թողել, ուրեմն կես ժամ ավել կմնաս դասարանում, պատին նայելով, մտածելով, թե ինչ ես արել։ Մյուս երեխաներն արագ սովորեցին, որ ավելի լավ է ամեն ինչ կուլ տալ, նույնիսկ առանց քաղցի, քան դիմակայել Լիանայի զայրույթին։ Իսկ ճաշարանի աշխատակիցները, ովքեր երբեմն տեսնում էին տեսարանները սրտներում ցավ էին զգում, միշտ լռեցվում էին ավելի հին գործընկերների կողմից, ովքեր միջանցքներում շշնջում էին։ Ավելի լավ է չխառնվել, լավ։ Լիանան տնօրենուհու պաշտպանյալն է։ Եվ ֆինանսավորողի նույնպես։ Եթե բողոքես, դու դուրս կգաս, ոչ թե նա։ Բայց Նարեի դեպքում պատիժներն ավելի էին սաստկանում։ Աղջիկն այնքան փխրուն էր, այնքան տեսանելիորեն տրավմայի ենթարկված, որ նրան ուտել ստիպելու ցանկացած փորձ վերածվում էր ցավալի տեսարանի։ Նա դողում էր, լացում, խեղդվում, փսխում։ Եվ որքան շատ էր դիմադրում, այնքան ավելի էր Լիանան զայրանում։ Մինչ որ մի երեքշաբթի կեսօրին ուսուցչուհին որոշեց կիրառել այն, ինչն անվանեց վերջնական դաս։ Ճաշի ընթացքում Նարեն կրկին հրաժարվեց ափսեից։ Լիանան, ձեռքերը խաչած, սպասեց, մինչ մյուս բոլոր երեխաներն ավարտեն։ Հետո, բոլորի ներկայությամբ, հավաքեց գործընկերների սկուտեղների ուտելիքի մնացորդները։ Սառը բրինձ, ջրիկ լոբի, մսի կտորներ, որոնք ոչ ոք չէր ուզել, կարտոֆիլի գեղ, արդեն սառած բանջարեղենի արգանակ։ Եվ այս ամենը լցրեց Նարեի ափսեի մեջ։ Աղջիկը նայեց մնացորդների այդ լեռանը, սկսեց հեկեկալ։ Լիանան կռացավ, մի ձեռքով բռնեց նրա դեմքը, սեղմեց մի փոքր շատ թույլ հետք թողնելու համար, բայց բավ։ Ականաչափ ուժեղ, ցավեցնելու, ասաց ամուր ու ցածր ձայնով. Դու ուտելու ես մինչ վերջին գթալը։ Որովհետև աղքատ երեխան վատնելու շռայլության իրավունք չունի։ Ուրիշ մարդիկ իսկականից սոված են, իսկ դու այստեղ քմահաճությունն ես անում։ Կուլ դուր։ Հիմա։ Նարեն փորձեց վերցնել գթալը, բայց ձեռքն այնքան էր դողում, որ գցեց հատակին։ Լիանան մեկ ուրիշը վերցրեց, դրեց նրա ձեռքի մեջ, կանգնեց կողքին, ձեռքերը խաչած, նայելով։ Մյուս երեխաները, նստած շուրջ բոլորի սեղաններին, ծածնում էին, թե չեն տեսնում։ Ոմանք գլուխները կախում էին։ Ուրիշներն ուտում էին բացարձակ լռության մեջ։ Ամբողջ դահլիճը կարծես դադարել էր շնչել։ Խոհանոցի աշխատակիցներից մեկը, Հասմիկ անունով մի կին, ով սկուտեղներ էր հավաքում, կանգ առավ, տեսնելով տեսարանը։ Սրտում ցավ զգաց։ Նայեց Լիանային։ Նայեց Նարեին։ Ուզեց ինչ-որ բան ասել։ Բայց հիշեց, թե ինչ էին միշտ ասում գործընկերները։ Ավելի լավ է չխառնվել։
Նա աչքերը իջեցրեց, ավարտեց սկուտեղները հավաքելը, արագ քայլերով դուրս եկավ սենյակից, մեղքի զգացումը սրտում այրելով։ Նարեն այնտեղ մնաց ավելի քան 1 ժամ։ Նրա արջը սառը մնացորդներով լի ափսեն էր։ Արցունքները լուռ հոսում էին։ Լիանան ժամանակ առ ժամանակ վերադառնում էր, հրամանը կրկնելու, նրա ուսը սեղմելու, քողարկված սպառնալիքներ շշնջալու։ Կեր, թե չէ այստեղից դուրս չես գա։ Կեր, թե չէ վաղն ավելի վատ կլինի։ Կեր, թե չէ կզանգեմ մանկատուն ու կասեմ, որ դու դժվար երեխա ես, որին ոչ ոք չի կարողանում դաստիարակել։ Աղջիկը հեկեկոցները կուլ էր տալիս։ Փորձում էր մի գթալ բերանը տանել, խեղդվում էր, թքում։ Նորից էր փորձում, մի փոքր փսխում բերանում, հետ կուլ տալիս, որ իրավիճակը չվատթարացնի։ Ժամանակը դանդաղ էր անցնում, հալված կապարի պես։ Մինույն ժամանակ կիլոմետրեր հեռու Ռոբերտ Կարապետյանը դուրս էր գալիս հերթական հանդիպումից, նստում վարորդով մեքենան, բացում նոթբուքը, սկսում վերանայել պայմանագրերը։ Տիկին Սիրանուշը նույն կեսօրին հավաքում էր դատարկ տունը, փոխում անկողինների սավանները, որոնց վրա ոչ ոք չէր քնում, ջրում բույսերը, որոնք ոչ ոք չէր տեսնում։ Եվ հույսի դպրոցի ներսում, որը նրա գումարով էր կանգուն մնում, 5 տարեկան մի աղջիկ ճաշարանի լռության մեջ սովորում էր, որ աշխարհը կարող է լինել նույնիսկ ավելի դաժան, քան նա պատկերացնում էր։ Այդ գիշեր Նարեն չկարողացավ քնել։ Պառկած փոքր երեխաների համար նախատեսված ընդհանուր ննջարանի մահճակալներից մեկում, նա նայում էր առաստաղին, ստամոքսը խառնված, կոկորդն այրվում էր։ Նրա կողքին մյուս աղջիկները մեղմ խռմփում էին, օրվանից հոգնած։ Բայց նա չէր կարողանում աչքերը փակել, առանց տեսնելու Լիանայի դեմքը, առանց զգալու սառը հին ուտելիքի համը, առանց լսելու գլխում դղրդացող բառերը։ Աղքատ երեխան պետք է շնորհակալ լինի։ Աղքատ երեխան չի կարող քմահաճություն անել։ Աղքատ երեխան պետք է սովորի։ Հաջորդ օրը նույնը կրկնվեց։ Եվ մյուս օրը։ Եվ մյուս օրը։ Նարեն սկսեց վախենալ ցանկացած ժամից, որը կապված էր ուտելիքի հետ։ Նախաճաշը լարվածություն էր։ Հետճաշիկը տագնապ։ Բայց ճաշը մաքուր սարսափ էր։ Նա գիտեր, որ Լիանան այնտեղ կլինի, հսկելով, սպասելով դիմադրության ցանկացած նշանի, որպեսզի կերակուրը պատժի վերածի։ Եվ քիչ-քիչ, աղջիկը, որն արդեն չափազանց նիհար էր, սկսեց էլ ավելի հյուծվել։ Հագուստն էլ ավելի լայնացավ։ Աչքերի տակից շրջանակները խորացան։ Հայացքն ավելի հեռու դարձավ։ Բայց ոչ ոք կարծես չէր նկատում։ Կամ գուցե նկատում էին, ընտրում էին չտեսնել։ Տնօրենուհի Սոնան շարունակում էր գովել Լիանային թիմային հանդիպումներին։ Հաշվետվությունները շարունակում էին գեղեցիկ լինել։ Նախագծի կայքի համար արված լուսանկարները ցույց էին տալիս ժպտացող, խաղացող, սովորող երեխաների։ Եվ Ռոբերտ Կարապետյանը շարունակում էր չեկեր ստորագրել, հավատալով, որ իր գումարը փոփոխություն է բերում, չպատկերացնելով, որ հենց այդ պահին, այն հաստատության ներսում, որը բացման ցուցանակի վրա կրում էր իր անունը, մի երեխա ներսից ոչնչացվում էր կարգապահության անվան տակ։ Մինչ որ մի 5 շաբթի կեսօրին ինչ-որ բան փոխվեց։ Ռոբերտը գրասենյակում էր, երբ տիկին Սիրանուշը ներս մտավ առանց թակելու, մի բան, որը նա երբեք չէր անում։ Նա զարմացած աչքերը բարձրացրեց։ Կնոջ դեմքին մի արտահայտություն կար, որը նա չէր կարողանում վերծանել։ Դա զայրույթ չէր։ Վախ չէր։ Վճռականություն էր։ Պարոն Կարապետյան, ասաց նա ամուր ձայնով, որը խոսում էր դժվար որոշում կայացրած մարդու մասին։ Ես գիտեմ, որ դուք կմտածեք, թե խառնվում եմ իմ գործին։ Բայց ես պետք է մի բան ասեմ։ Որքան ժամանակ է, ինչ դուք չեք գնացել այն դպրոցը, որի մասին այդքան շատ եք խոսում։ Ռոբերտը թարթեց, անակնկալի գալով ուղիղ հարցից։ Ես, մի քանի ամիս կլինի։ Ինչո՞վ։ Տիկին Սիրանուշը ձեռքերը խաչեց։ Որովհետև դուք անընդհատ ասում եք, որ հոգ եք տանում երեխաների մասին։ Բայց հեռվից հոգ տանելը հոգ տանել չէ, պարոն Կարապետյան։ Դա ընդամենը թղթեր ստորագրելը։ Իսկ թուղթը ոչ ոքի չի գրկում։ Ոչ ոքի չքերի մեջ չի նայում։ Չի տեսնում, թե արդյոք ամեն ինչ իրոք լավ է։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշեց։ Ես կարծում եմ, որ դուք պետք է մի անգամ գնաք այնտեղ։ Առանց զգուշացնելու։ Առանց նշանակված հանդիպման, պաշտոնական այցի։ Պարզապես գնացեք։
Եվ տեսեք, թե ինչ է կատարվում, երբ ոչ ոք Տիրոջը չի սպասում։ Ռոբերտը լուռ մնաց։ Նրա մի մասը ուզում էր անտեսել։ Ուզում էր ասել, որ զբաղված է, որ վստահում է թիմին, որ հաշվետվությունները հիանալի են։ Բայց տիկին Սիրանուշի հայացքում մի բան կար, մի բան, որը նա վաղուց չէր տեսել։ Անհանգստություն, անկեղծություն և մի ցավոտ զգացում, որն ինքն էլ էր զգում, բայց չէր խոստովանում, մեղքի զգացում։ Նա նայեց սեղանին դրված թղթերի կույտին։ Նայեց համակարգչի վրա բացված օրացույցին, որը լի էր հանդիպումներով մինչ ամսվա վերջ։ Եվ հետո երկար ժամանակ անց առաջին անգամ Ռոբերտ Կարապետյանն արեց մի բան, որը պլանավորված չէր։ Նա փակեց նոութբուքը, վերցրեց հեռախոսը, զանգահարեց Անահիտին։ «Չեղարկիր այսօրվա իմ բոլոր հանդիպումները», ասաց նա։ «Ես այցելություն ունեմ»։ Անահիտը, գծի մյուս կողմում, վարանեց։ «Բայց պարոն Կարապետյան, դուք ժամը 3-ին խորհրդի հետ հանդիպում ունեք, իսկ հետո»։ «Չեղարկիր», կրկնեց Ռոբերտը մի տոնով, որը քննարկման տեղ չէր թողնում։ «Ես գնում եմ հույսի դպրոց։ Եվ այնտեղ ոչ ոքի չզգուշացնես, որ գալիս եմ»։ Անակնկալ է։ Տիկին Սիրանուշը, դեռ կանգնած գրասենյակի դռան մոտ, իրեն թույլ տվեց մի փոքր ժպիտ։ Ռոբերտը վերցրեց բաճկոնը, իջավ ավտոտնակ, նստեց մեքենան։ Վարորդը հարցրեց ուղղությունը։ «Շենգավիթ», պատասխանեց Ռոբերտը։ «Ձիթենյաց այգի»։ Եվ մինչ մեքենան կտրում էր Երանի ծանր երթեկությունը, Ռոբերտը նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է քաղաքը դեմքը փոխում, երբ հեռանում էին երկնաքերերից մոտենում արվարձաններին։ Ապակե շենքերը տեղի էին տալիս քարե տներին։ Բրենդային խանութները տեղի էին տալիս անկյունի մթերային խանութներին։ Եվ նրա ներսում մի բան, որը տարիներ շարունակ քնած էր, սկսեց արթնանալ։ Դա վստահություն չէր։ Վախ չէր։ Դա մի տեսակ անհանգստություն էր, որը նա չգիտեր ինչպես անվանել, բայց որը ստիպում էր սրտին արագ բաբախել ամեն կիլոմետրի հետ, որ մոտենում էր այն դպրոցին, որը իր ասելով պաշտպանում էր, բայց որը իրականում հազիվ ճանաչում էր։ Մեքենան կանգն եց դեղին դարպասի դիմաց։ Ռոբերտը իջավ, ուղղեց փողկապը, խորը շունչ քաշեց։ Եվ հրեց դարպասը վճռական տեսնելու առաջին անգամ, թե ինչ է կատարվում, երբ ոչ ոք չի սպասում գումարի տիրոջ գալուն։ Հույսի դպրոցի ընդունարանի աշխատակիցը քիչ մնաց սուրճը թափեր, երբ տեսավ Ռոբերտ Կարապետյանին մտնելիս գլխավոր դռնով։ Նա ճանաչում էր այդ դեմքը տնօրենի սենյակում կախված լուսանկարներից, կորպորատիվ տեսանյութերից, որոնք ցուցադրվում էին թիմային հանդիպումներին։ «Պարոն Կարապետյան», կակազեց նա, այնքան արագ ոտքի կանգնելով, որ աթոռը ճռռաց։ «Ինչպիսի անակնկալ, դուք չէիք զգուշացրել, որ կգաք, ես պետք է կանչեմ տնօրենուհի Սոնային, նա կցանկանա»։ Ռոբերտը ձեռքը բարձրացրեց, ընդհատելով խոսքերի նյարդային հոսքը։ «Դեռ ոչ ոքի կանչել պետք չէ։ Ես ուղղակի ուզում եմ մի պտույտ անել, տեսնել, թե ինչպես են գործերը։ Մի անհանգստացեք, ես ճանապարհը գիտեմ»։ Աղջիկը բերանը բացեց, փակեց, չգիտեր, կարող է նրան մենակ թողնել, թե ոչ, բայց նա համարձակություն չուներ նրան հակառակվելու։ Ռոբերտը օգտվեց նրա վարանումից առաջ գնաց, ամուր քայլերով անցնելով գլխավոր միջանցքով։ Պատերն իսկապես գեղեցիկ էին, ներկված ուրախ գույներով, լի երեխաների նկարներով, մոտիվացնող պաստառներով։ «Երազիր մեծ, դու կարող ես» արտահայտությունները աչքի էին զարնում։ Ամեն ինչ շատ լավ կազմակերպված էր։ Ամեն ինչ շատ կոկիկ էր։ Բայց օդում մի բան կար, որը նա չէր կարողանում անվանել, մի տեսակ ծանր լռություն, որը չէր համապատասխանում երեխաներով լի վայրին։ Նա անցավ մի դասասենյակի կողքով, որտեղ ֆիզկուլտուրայի ուսուցիչը գնդակներ էր դասավորում զամբյուղներում։ Անցավ մյուսի կողքով, որտեղ ավելի մեծ երեխաները բացարձակ լռության մեջ մաթեմատիկայի վարժություններ էին անում։ Ոչ ոք չէր խոսում։ Ոչ ոք չէր ծիծա։ Ղուում։ Միայն թղթի վրա մատիտի խշխշոցն ու պատի ժամացույցի տկտկոցն էր լսվում։ Ռոբերտը ճակատը կնճռեց։ Տարօրինակ թվաց։ Բայց շարունակեց քայլել։ Ուզում էր տեսնել ճաշարանը։ Ուզում էր տեսնել երեխաներին ուտելիս։ Ճաշի ժամն էր, ըստ հեռախոսի ժամացույցի։ 12:15։ Երբ մոտենում էր այն թին, որտեղ գտնվում էր ճաշարանը, ուտելիքի հոտն ավելի ուժեղացավ։ Բրինձ, լոբի, ինչ-որ տապակած բան։
Միջանցքն ավարտվում էր փայլատ ապակուց կրկնակի դռնով, որը տանում էր դեպի ճաշարան։ Ռոբերտը դանդաղ հրեց դուռը, կանգնեց շեմին, դիտելով։ Սենյակը մեծ էր, լավ լուսավորված, երկար սեղաններով, որոնք շարքերով դասավորված էին։ Տարբեր տարիքի երեխաներ նստած էին, ուտում էին մի լռության մեջ, որն անհանգստացնող էր։ Դա կենտրոնացած մարդու բնական լռությունը չէր։ Դա վախեցած մարդու լռությունն էր։ Ճաշարանի աշխատակիցները շրջում էին սեղանների միջ, հավաքում սկուտեղները, մաքրում մակերեսները։ Ամեն ինչ շատ կազմակերպված էր։ Ամեն ինչ շատ վերահսկվող էր։ Բայց հետո Ռոբերտը տեսավ մի բան, որը ստիպեց նրան մի պահ շունչը պահել։ Սենյակի ամենահեռու անկյունում, մեկուսացված սեղանի մոտ, մյուս երեխաներից հեռու, մի աղջիկ էր նստած։ Այնքան փոքր, որ ոտքերը հազիվ էին հասնում հատակին։ Այնքան նիհար, որ ուսերի ոսկորները երում էին լայն բլուզի տակից։ Եվ նրա առջ, ուտելիքով լիքը ափսե։ Դա թարմ ուտելիք չէր։ Դա նորմալ բաժին չէր։ Դա մնացորդների անձ լեռ էր։ Կպած բրինձ, սառը լոբի, մսի կտորներ, որոնք կարծես այլ սկուտեղներից էին եկել։ Աղջիկը նայում էր դրան լայն բացված աչքերով, լի արցունքներով, որոնք փորձում էր զսպել։ Փոքրիկ ձեռքերը դողում էին, բռնած գդալը։ Եվ նրա կողքին կանգնած, ձեռքերը խաչած, միջին տարիքի մի կին, մազերը ամուր պոչով հավաքած, խիստ արտահայտությամբ, հսկում էր ամեն շարժում։ Դա Լիանան էր։ Ռոբերտը նրան անձամբ չէր ճանաչում, բայց տեսել էր նրա անունը հաշվետվություններում։ Տարվա ուսուցիչ։ Նվիրված։ Պարտաճանաչ։ Հիանալի երեխաների հետ։ Նա դիտեց, թե ինչպես Լիանան կրացավ, դեմքը մոտեցրեց աղջկա դեմքին, ցածր ձայնով ինչ-որ բան ասաց, որը նա չկարողացավ լսել, բայց որը ստիպեց երեխային էլ ավելի կծկվել։ Աղջիկը փորձեց մի գդալ բերանը տանել, բայց ձեռքն այնքան էր դողում, որ ուտելիքը հետ ընկավ ափսեի մեջ։ Լիանան անհամբեր հառաչեց, վերցրեց գդալը նրա ձեռքից, լցրեց սառը ուտելիքով, կտրուկ շարժումով մոտեցրեց երեխայի բերանին։ Ռոբերտը զգաց, թե ինչպես ինչ-որ բան բարձրացավ կրծքավանդակում։ Դա միայն վրդովմունք չէր։ Սարսափ էր։ Զայրույթ էր։ Դա ֆիզիկական զգացողություն էր, որ տեսնում է ինչ-որ խորապես սխալ բան, մի բան, որը չպետք է գոյություն ունենար, բայց որն այնտեղ էր, կատարվում էր ցերեկվա լույսի ներքո մի վայրում, որը նա ֆինանսավորում էր, որը կրում էր իր կնոջ անունը, որը նա երդվել էր պաշտպանել։ Նա երկար քայլերով մտավ ճաշարան։ Մոտ գտնվող երեխաները վախեցած գլուխները շրջեցին։ Աշխատակիցները դադարեցրին իրենց գործը։ Եվ Լիանան, որը դեռ գդալը պահում էր Նարեի բերանի մոտ, աչքերը բարձրացրեց, գունատվեց, տեսնելով Ռոբերտ Կարապետյանին իր ուղղությամբ գալիս։ Պարոն Կարապետյան, սկսեց նա, գդալը թողնելով, փորձելով ուրախ զարմանքի արտահայտություն ընդունել։ Ինչպիսի ուրախություն է ձեզ այստեղ տեսնել, մենք չգիտեինք, որ դուք… Բայց Ռոբերտը նրան չէր նայում։ Նայում էր աղջկան։ Շագանակագույն աչքերին, որոնք ուռել էին այնքան լաց լինելուց։ Բարակ թերին։ Ուտելիքով լի ափսեին, որը ոչ ոք չպետք է ստիպված ուտեր։ Նա կռացավ երեխայի հասակին, ամբողջովին անտեսելով Լիանային, հարցրեց իր կարողացած ամենանուրբ ձայնով. Ինչպես է անունդ։ Աղջիկը կասկածով նայեց նրան, կարծես դա ծուղակ լիներ։ Չպատասխանեց։ Ռոբերտը բնդեց. Իմ անունը Ռոբերտ է։ Իսկ քոնը։ Նարե, վերջապես շշնջաց մի փոքրիկ ձայն։ Նարե, կրկնեց Ռոբերտը։ Սոված ես։ Աղջիկը դանդաղ գլուխը թափահարեց, թե ոչ։ Ապա ինչու պետք է այս ամենը ուտես։ Նա վախով նայեց Լիանային։ Հետ նայեց Ռոբերտին։ Չպատասխանեց։ Բայց պետք էլ չէր։ Պատասխանը գրված էր նրա դեմքին։ Ռոբերտը ոտքի կանգնեց։ Նայեց Լիանային։ Եվ երբ խոսեց, նրա ձայնը սառցե երանգ ուներ, որը ցանկացած մեկին կսարսռեցներ։ Ո՞վ է որոշել, որ այս երեխան պետք է այսքան ուտելիք ուտի։ Լիանան փորձեց ժպտալ, փորձեց պահպանել հանգստությունը։ Պարոն Կարապետյան, ամենայն հարգանքով, մենք այստեղ մեթոդ ունենք։ Երեխաները պետք է սովորեն չվատնել, շնորհակալ լինել իրենց ունեցածի համար։ Նարեն սովորություն ունի ուտելու ժամանակ քմահաճություն անելու, ուստի ես կիրառում եմ կրթական ամրապնդում, որպեսզի նա հասկանա, որ
Կրթական ամրապնդում, ընդհատեց Ռոբերտը, ձայնը մի տոն բարձրացնելով։ Դուք դա կրթական ամրապնդում եք անվանում։ Նա վերցրեց ափսեն Նարեի դիմացից բարձրացրեց, որպեսզի սենյակում բոլորը տեսնեն։ Սա այլ երեխաների ուտելիքի մնացորդներ են։ Սա սառն է։ Սա սնունդ չէ, պատիժ է։ Եվ եթե այս սենյակում որը մեկը կարծում է, որ 5 տարեկան երեխային ստիպել սա կուլ տալը կրթություն է, ապա մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Ճաշարանում տիրող լռությունը խիտ էր, ծանր։ Երեխաները լայն բացված աչքերով նայում էին։ Աշխատակիցները քարացել էին։ Լիանան փորձեց վիճել, ձայնը սկսեց դողալ։ Պարոն Կարապետյան, ես ուղղակի փորձում էի պատասխանատվություն սովորեցնել, ես։ Բավական է, կտրուկ ընդհատեց Ռոբերտը։ Բավական է բացատրություններ։ Բավական է մեթոդներ։ Բավական է։ Նա ափսեն հետ դրեց սեղանին, բայց Նարեից հեռու։ Հետո նորից կրացավ աղջկա հասակին ձեռքը մեկնեց։ Ուզում ես ինձ հետ գալ։ Երեխան նայեց այդ մեծահասակի ձեռքին, մի պահ թվաց, թե հետ կքաշվի։ Բայց Ռոբերտի հայացքում մի բան կար, մի բան, որ նա երբեք չէր տեսել այդ վայրի ոչ մի մեծահասակի մոտ։ Դա իր դեմ ուղված զայրույթ չէր։ Անհամբերություն չէր։ Անհանգստություն էր։ Նա մեկնեց իր դողացող փոքրիկ ձեռքը դրեց նրա ձեռքի մեջ։ Ռոբերտը զգուշությամբ բարձրացրեց նրան գիրկը, զգալով, թե որքան քիչ էր նա կշռում, որքան փխրուն էր։ Նա բնազդաբար կառչեց նրանից, դեմքը թաքցնելով նրա ուսին։ Ռոբերտը շրջվեց դեպի աշխատակիցները, որոնք ցնցված դիտում էին տեսարանը։ Այստեղ որը մեկը գիտե՞, թե ինչ է կատարվում։ Նրանցից մեկը, Հասմիկը, նույն ինքը, ով օրեր առաջ տեսել էր տեսարանը, համարձակություն չէր ունեցել բողոքելու, մի քայլ առաջ արեց, դողացող ձայնով. Ես մի քանի անգամ տեսել եմ, այո։ Բայց ասացին, որ ավելի լավ է ոչինչ չասել, որ ուսուցչուհի Լիանան պաշտպանյալ է, որ։ Ռոբերտը նրան ընդհատեց մի շարժումով. Ապացույցներ ունես։ Հասմիկը վարանեց։ Հետո ամոթահար, բայց վճռական գոգնոցի գրպանից հանեց հեռախոսը։ Ես նկարահանել եմ։ Մի ուրիշ օր։ Ես մտածեցի, որ եթե ոչ ոք ոչինչ չի անելու, գոնե ես ինչ-որ բան կունենամ ցույց տալու, եթե մի օր։ Ուղարկիր այդ տեսանյութն ինձ։ Հիմա, հրամայեց Ռոբերտը, տալով իր հեռախոսահամարը։ Հասմիկը, դողացող ձեռքերով, հնազանդվեց։ Մինույն ժամանակ, տնօրենուհի Սոնան վերջապես հասավ ճաշարան, տեղեկացված ընդունարանի աշխատակցի կողմից։ Նա շտապ ներս մտավ, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում, քարացավ, տեսնելով Ռոբերտ Կարապետյանին երեխային գրկած, այնպիսի խոժոռ դեմքով, որը նա երբեք չէր տեսել։ Պարոն Կարապետյան, ինչ է կատարվում այստեղ։ Ռոբերտը նայեց նրան։ Այն, ինչ կատարվում է, Սոնա, այն է, որ ես հենց նոր բացահայտեցի, որ այս դպրոցը, որը ես ֆինանսավորում եմ, որը կրում է իմ կնոջ անունը, թույլ էր տալիս, որ մի ուսուցչուհի տանջի երեխաներին։ Եվ դու, որպես տնօրեն, կամ գիտեիր հանցակից էիր, կամ չգիտեիր անպատասխանատու էիր։ Երկու դեպքում էլ մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Սոնան գունատվեց։ Տանջանքը շատ ուժեղ բառ է, պարոն Կարապետյան։ Ես վստահ եմ, որ թյուրիմացություն է եղել։ Ուսուցչուհի Լիանան մեր լավագույններից է, նա տարիների փորձ ունի, ես։ Փորձ ինչու՞մ։ Երեխաներին նվաստացնելուն, կտրեց Ռոբերտը, զսպված զայրույթով լի ձայնով, որն ավելի սարսափելի էր, քան բղավոցը։ Ես հենց նոր տեսա, թե ինչպես են 5 տարեկան երեխային ստիպում ուտել այլ սկուտեղների սառը մնացորդները, մինչ նա վախից լաց էր լինում։ Սա կրթություն չէ։ Սա դաժանություն է։ Եվ եթե սա նրա հետ է կատարվում, քանի այլ երեխա է անցել նույնի միջով։ Սոնան փորձեց խոսել, բայց Ռոբերտն արդեն դուրս էր գալիս, Նարեին իր հետ տանելով։ Այստեղ ոչ մի բանի ձեռք չտաք, հրամայեց նա, մեջքով շրջվելով։ Ոչ մի բանի։ Ես մեկին կբերեմ այս ամենը հետաքննելու համար։ Եվ եթե ես պարզեմ, որ եղել են այլ դեպքեր, որ եղել է թաքցնում, որ եղել են մարդիկ, որոնք ծածրել են, թե չեն տեսել, դուք դրա համար պատասխան եք տալու։ Բոլորդ։ Նա անցավ ճաշարանով, դուրս եկավ միջանցք, անցավ ընդունարանով, որտեղ աղջիկը դեռ քարացած էր վախից, հրեց ապակե դուռը, դուրս եկավ արի լույսի տակ։ Վարորդը, որը սպասում էր մեքենայում, տեսավ տիրոջը երեխային գրկած գալիս, աչքերը լայն բացեց։
Ռոբերտը բացեց հետի դուռը, նստեց դեռ Նարեին կրծքին սեղմած։ Դեպի նայիրի բժշկական կենտրոն, ասաց նա։ Եվ զանգիր տիկին Սիրանուշին։ Ասա, որ տանը մի սենյակ պատրաստի։ Մենք հյուր ենք ունենալու։ Վարորդը հարցեր չտվեց։ Միացրեց մեքենան արագացրեց։ Ճանապարհին Նարեն լուռ էր, գցկված Ռոբերտին, դեռ դողում էր։ Նա հստակ չգիտեր ինչ անել։ Երեխաների հետ սովոր չէր։ Երեխաներ չուներ։ Փոքր զարմիկներ չուներ։ Վերջին անգամ, երբ երեխա էր գրկել, բարեգործական երեկույթին էր, միայն լուսանկարի համար։ Բայց հիմա, այդ նիհար մարմնի դողը զգալով իր վրա, նա զգաց զգացմունքների մի ալիք, որին չէր սպասում։ Զգաց մեղքի զգացում։ Զգաց զայրույթ ինքն իր նկատմամբ։ Զգաց հրատապ անհրաժեշտություն, ուղղելու դա, պաշտպանելու այդ աղջկան, երաշխավորելու, որ այլս ոչ ոք նրան այդպես ձեռք չի տա։ Նարե, ասաց նա մեղմորեն։ Լավ ես։ Նա չպատասխանեց։ Սոված ես։ Նա գլուխը թափահարեց, թե ոչ։ Ծարավ ես։ Նա վարանեց, հետո գլխով արեց, թե այո։ Նա խնդրեց վարորդին կանգնել մի կրպակում, գնեց մի շիշ ջուր, վերադարձավ մեքենա առաջարկեց նրան։ Նարեն երկու ձեռքով վերցրեց, մի փոքր կում արեց, հետո մեկ ուրիշը։ Ռոբերտը նկատեց, որ նույնիսկ խմում էր վախով, կարծես սպասում էր, որ որը մեկը ցանկացած պահի կգոռա նրա վրա։ Մենք բժշկի ենք գնում, լավ, ասաց նա, փորձելով հանգստացնող հնչել։ Ուղղակի տեսնելու, թե արդյոք լավ ես։ Ոչ ոք քեզ չի վնասի։ Ես խոստանում եմ։ Հիվանդանոցում Ռոբերտը խնդրեց, որ անձնակազմը բոլոր հնարավոր հետազոտություններն անի։ Մանկաբույժ, սննդաբան, հոգեբան։ Ամեն ինչ։ Մինչ սպասում էին արդյունքներին, նա նստեց սպասասրահի աթոռին, Նարեն դեռ գրկում էր, քանի որ չէր ուզում իջնել։ Վերցրեց հեռախոսը, սկսեց զանգեր անել։ Զանգեց ընկերության իրավաբանին։ Զանգեց վստահելի սոցիալական աշխատողին, ով արդեն աշխատել էր հիմնադրամի հետ այլ նախագծերում։ Զանգեց մի հետաքննող լրագրողի, ում ճանաչում էր։ Զանգեց ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում տվեց։ Եվ մինչ այս ամենն անում էր, նայում էր իր կրծքին քնած աղջկան հսկայական ծանրություն էր զգում մեջքին։ Ինչպես էր նա թույլ տվել, որ դա տեղի ունենար։ Ինչպես էր այդքան վստահել գեղեցիկ հաշվետվություններին, ժպտացող լուսանկարներին, դատարկ խոսքերին։ Երբ բժիշկը վերջապես կանչեց, Ռոբերտը մտավ սենյակ, Նարեի ձեռքը բռնած։ Մանկաբույժը, միջին տարիքի մի տղամարդ, հաստ շրջանակներով ակնոցով բարի տեսքով, զգուշորեն զննեց աղջկան։ Խնդրեց, որ կանգնի կշեռքին։ Գրանցեց քաշը։ Ճակատը գնճռեց։ Նայեց արյան անալիզներին, որոնք արդեն արվել էին։ Նայեց Ռոբերտին։ Նա սուր թերսնուցում ունի, ասաց նա առանց շրջանցելու։ Քաշը շատ ցածր է տարիքի համար ակնկալվողից։ Սակավարյունություն։ Քրոնիկ սթրեսի նշաններ։ Եվ այստեղ մատնացույց արեց համակարգչի էկրանի պատկերը, կան նշաններ, որ նրա մոտ կարող է խոտ զարգանալ։ 5 տարեկան երեխայի մոտ սա նորմալ չէ։ Սովորաբար դա ցույց է տալիս, որ նա ենթարկվել է ստիպողական սնուցման կամ զրկանքների հետ կապված ծայրահեղ սթրեսային իրավիճակների։ Ռոբերտը զգաց, թե ինչպես լեղին բարձրացավ կոկորդում։ Նա կապաքինվի։ Բժիշկը վարանեց։ Ֆիզիկապես, այո։ Համապատասխան հսկողությամբ, հավասարակշռված սննդակարգով առանց ճնշման, նա կարող է վերականգնել քաշն ու առողջությունը։ Բայց հոգեբանորեն։ Նա դադար տվեց։ Նրան շատ աջակցություն է պետք լինելու։ Թերապիա։ Անվտանգ միջավայր։ Ժամանակ։ Երեխաները, որոնք անցնում են այսպիսի տրավմայի միջով, հետքերը երկար ժամանակ կրում են։ Ռոբերտը գլխով արեց, կզակը սեղմած։ Նա այդ ամենը կունենա։ Ես երաշխավորում եմ։ Երբ վերադարձան մեքենա, արդեն երեկո էր։ Արը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն։ Նարեն արթուն էր հիմա, բայց դեռ շատ չէր խոսում։ Ռոբերտը զանգեց տիկին Սիրանուշին, տեղեկացնելով, որ գալիս են։
Տիկին Սիրանուշը, ով արդեն պատրաստել էր հյուրասենյակներից մեկը մաքուր սավաններով, փափուկ խաղալիքներով, որոնք շտապ գնել էր տան մոտի խանութից, մանկական հագուստով, որը մի հարանուհի էր տվել, սպասում էր դռան մոտ, երբ մեքենան կանգնեց ավտոտնակում։ Նա իջավ մուտքի աստիճաններով, բացեց մեքենայի հետի դուռը, տեսավ աղջկան։ Սիրտը սեղմվեց։ Նարեն կասկածով նայեց ջերմակ մազերով կլոր դեմքով այդ տիկնոջը։ Տիկին Սիրանուշը կռացավ, բարի ժպիտ բացեց. «Բար, փոքրիկս։ Ես Սիրանուշն եմ։ Դու հավանաբար հոգնած ես, հա՞։ Ուզում ես տաք լոգանք ընթու։ Նել համեղ բան ուտել»։ Նարեն չպատասխանեց։ Բայց նա հետ չքաշվեց, երբ տիկին Սիրանուշը ձեռքը մեկնեց։ Այդ գիշեր առանձնատունը, որը տարիներ շարունակ սառը թանգարանի էր նման, վերջապես կյանք ստացավ։ Տիկին Սիրանուշը զգուշությամբ լողացրեց Նարեին, լվաց նրա մազերը երիցուկի շամպունով, չորացրեց փափուկ սրբիչով, հագցրեց նրան մի գիշերանոց, որը շատ մեծ էր, բայց մաքուր էր, հաճելի բույր ուներ։ Ռոբերտը, որը հեռվից դիտում էր, չիմանալով ինչպես օգնել, պատրաստեց մի պարզ ուտեստ, մի փոքր կտոր հաց կարագով, մի բաժակ տաք կաթ, մի քանի կտոր սպիտակ պանիր։ Ոչինչ, որ պարտադիր կերակուրի նմանվեր։ Ոչինչ, որ կարող էր վախեցնել։ Առաջարկեց նրան սենյակում նստած մահճակալի եզրին։ Դու պարտավոր չես ուտել, եթե չես ուզում, ասաց նա։ Բայց եթե ուզում ես, այստեղ է։ Նարեն նայեց ուտելիքին։ Նայեց նրան։ Եվ դանդաղ վերցրեց մի փոքր կտոր հաց։ Կերավ։ Ռոբերտը հսկայական թեթացում զգաց։ Մինչ Նարեն քնում էր իսկական մահճակալի վրա, ամիսներ անց առաջին անգամ առանց բղավոցներից կամ պատիժներից արթնանալու վախի, Ռոբերտը իջավ գրասենյակ, բացեց նոու թմբուկը։ Հարյուրավոր նամակներ ուներ։ Տնօրենուհի Սոնայից հաղորդագրություններ, որոնք հրատապ հանդիպում էին խնդրում։ Լիանայից հաղորդագրություններ, որոնք փորձում էին արդարանալ։ Ընկերության իրավաբանական բաժնից հաղորդագրություններ, որոնք ուղղորդում էին խնդրում, թե ինչպես վարվել։ Ռոբերտն անտեսեց բոլորին։ Բացեց տեսանյութը, որը Հասմիկն էր ուղարկել, դիտեց։ Պատկերը դողում էր, նկարահանված հեռվից, բայց ամեն ինչ երում էր։ Լիանան ուտելիք էր լցնում Նարեի ափսեի մեջ։ Լիանան ստիպում էր աղջկան ուտել։ Նարեն լաց էր լինում։ Մյուս երեխաները լուռ նայում էին, վախեցած։ Ամբողջ սենյակը քարացած էր։ Ռոբերտը այնքան ուժեղ զայրույթի ալիք զգաց, որ ստիպված եղավ փակել աչքերը, խորը շունչ քաշել։ Երբ նորից բացեց, նամակ գրեց իրավաբանին մեկ թեմայով։ Ամբողջական դատական գործ ընդդեմ Լիանա Կոստանյանի, հույսի դպրոց ի ամբողջական հետաքննություն։ Նամակի տեքստում գցեց տեսանյութը, գրեց. Ուզում եմ, որ ամեն ինչ հետաքննվի։ Անվտանգության տեսախցիկներ։ Աշխատակիցների ցուցմունքներ։ Հին հաշվետվություններ։ Ամեն ինչ։ Եվ ուզում եմ, որ ոստիկանությունը պաշտոնապես ներգրավվի։ Այլս ոչինչ թաքցնել չեմ ուզում։ Սեղմեց ուղարկել կոճակը, փակեց համակարգիչը։ Տիկին Սիրանուշը հայտնվեց գրասենյակի դռան մոտ երկու բաժակ թեյով։ Մեկը տվեց նրան, նստեց դիմացի բազկաթոռին։ Ինչպե՞ս է նա, հարցրեց Ռոբերտը։ Քնած է, պատասխանեց տիկին Սիրանուշը։ Հավանաբար շատ հոգնած է։ Խեղճ երեխա։ Այնքան փոքր ու արդեն այդքան բան է տեսել։ Նրանք մի պահ լուռ մնացին, թեյ խմելով։ Հետո Ռոբերտը խոսեց, հոգնած ձայնով. Ես պետք է ավելի շուտ գնայի։ Պետք է տեսնեի։ Տիկին Սիրանուշը գլուխը թափահարեց։ Հիմա ինքներդ ձեզ մեղադրելու իմաստ չկա, պարոն Կարապետյան։ Կարևորն այն է, որ դուք տեսաք։ Եվ ինչ-որ բան արեցիք։ Շատերը տեսնում են, ծածնում, թե չեն տեսել։ Դուք չծածրիք։ Եթե դուք լինեիք Ռոբերտի տեղում, նույն կերպ կվարվեիք, թե ինչ-որ բան այլ կերպ կանեիք։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Հաջորդ օրերին պատմությունը սկսեց արտահո։ Սել։ Դպրոցից ինչ-որ մեկը, հավանաբար մի աշխատակից, պատմել էր մի ծանոթի, ով աշխատում էր լրատվական պորտալում։ Վերնագիրը դուրս եկավ երկուշաբթի առավոտյան։ Միլիոնատեր գործարարը բացահայտում է վատ վերաբերմունքը դպրոցում, որն ինքն էր ֆինանսավորում։ Լուրը գրակի պես տարածվեց։ Սոցիալական ցանցերը պայթեցին։ Լրագրողներն անդադար զանգում էին։
Հեռուստատեսության տեսախցիկները ճամբար դրեցին դպրոցի դիմաց։ Մյուս երեխաների ծնողները սկսեցին հայտնվել բացատրություններ պահանջելով, ուզենալով իմանալ, թե արդյոք իրենց երեխաներին նույնպես վատ են վերաբերվել։ Տնօրենուհի Սոնան փորձեց հարցազրույց տալ, պաշտպանելով հաստատությունը, բայց տեսանյութի պատմությունն արդեն արտահոսել էր, նա չկարողացավ պահպանել այն պատմությունը, թե ամեն ինչ թյուրիմացություն էր։ Ոստիկանությունը պաշտոնական հետաքննություն սկսեց։ Լիանային հեռացրին աշխատանքից, մեղադրանք առաջադրեցին վատ վերաբերմունքի հոգեբանական տանջանքների համար։ Այլ բողոքներ սկսեցին հայտնվել։ Մի մայր ասաց, որ իր որդին դպրոցից վերադառնում էր պատժի հետքերով։ Մյուսն ասաց, որ իր դուստրը սննդի նկատմամբ խուճապ էր զարգացրել։ Աշխատակիցները, որոնք նախկինում վախենում էին խոսել, սկսեցին ցուցմունք տալ։ Դատախազը ստանձնեց գործը։ Մամուլը, հա։ Դուք ռեպորտաժներ արեց։ Ռոբերտը հրաժարվեց բոլոր հարցազրույցներից։ Ուշադրության կենտրոնում լինել չէր ուզում։ Չէր ուզում, որ իրեն հերոս անվանեն։ Ուղղակի ուզում էր, որ Նարեն լավ լինի։ Եվ քիչ-քիչ, այն տան ներսում, որը նախկինում դատարկ էր, մի նոր բան սկսեց աճել։ Նարեն դեռ մղձավանջներ էր տեսնում։ Դեռ դողում էր ուտելու ժամանակ։ Բայց սկսեց վստահել։ Սկսեց երբեմն ժպտալ։ Սկսեց տիկին Սիրանուշին անվանել Սիրանուշ մորաքույր։ Եվ Ռոբերտը, որին երբեք ոչ ոք հայր չէր անվանել, առաջին անգամ զգաց, որ գուցե, միայն գուցե, նա կարող է սովորել լինել ավելին, քան չեկեր ստորագրող մարդ։ Փոխակերպումը նոր էր սկսվում։ Եվ ճանապարհը երկար էր լինելու։ Բայց երկար ժամանակ անց առաջին անգամ Ռոբերտ Կարապետյանը չէր փախչում։ Նա մնում էր։ Եվ դա, ինչպես նա բացահայտեց, ամեն ինչ փոխում էր։ Նարեի առաջին օրերը տանը վախի բացահայտման խառնուրդ էին։ Նա արթնանում էր կեսգիշերին, վախեցած, չհասկանալով, թե որտեղ է։ Զգուշությամբ վեր էր կենում մահճակալից, կարծես վախենում էր աղմուկ անելուց, կանգնում էր սենյակի մեջտեղում, դողալով։ Այդպիսի Գիշերներից մեկն էր, երբ Ռոբերտը, ով նույնպես լավ չէր կարողանում քնել, միջանցքից թույլ ձայն լսեց։ Վեր կացավ, հագավ խալաթը, դուրս եկավ սենյակից։ Գտավ Նարեին կանգնած մութ միջանցքում, գիշերանոցով, գրկած լաթե տիկնիկը, որը տիկին Սիրանուշը գտել էր հին իրերի սնդուկում։ Հեյ, ասաց նա մեղմորեն, որպեսի չվախեցնի։ Լավ ես։ Նարեն ցատկեց, լայն բացված աչքերով շրջվեց դեպի նա։ Ներողություն, շշնջաց նա, բարակ սարսափած ձայնով։ Ես չէի ուզում աղմկել, ես ուղղակի։ Ամեն ինչ կարգին է, ընդհատեց Ռոբերտը, ծնկի իջնելով նրա հասակին։ Դու ոչ մի սխալ բան չես արել։ Դու կարող ես այստեղ աղմկել։ Կարող ես տնով ման գալ։ Կարող ես խոհանոց գնալ, կարող ես հյուրասենյակ գնալ։ Սա հիմա քո տունն է։ Նարեն կասկածով նայեց նրան, կարծես չէր հավատում դրան։ Իմ տունը, կրկնեց նա։ Ռոբերտը գլխով արեց։ Քո տունը։ Այդ գիշեր նա արեց մի բան, որը երբեք իր կյանքում չէր արել։ Նստեց միջանցքի հատակին, մեջքը հենեց պատին մնաց այնտեղ, ուղղակի ընկերակցելով։ Նարեն, մի որոշ ժամանակ անց, նստեց նրա կողքին, նույնպես հենված։ Նրանք այդպես մնացին կես ժամ, լռության մեջ, մինչ նա սկսեց դանդաղ թարթել, գլուխը ընկավ կողքի, հենվելով նրա ուսին։ Ռոբերտը քարացավ, չիմանալով, շարժվի, թե ոչ։ Որոշեց չշարժվել։ Մնաց այնտեղ, մինչ նա ամբողջովին քնեց։ Հետո զգուշությամբ վերցրեց նրան գիրկը, հետ տարավ սենյակ պառկեցրեց մահճակալին։ Նա կուչ եկավ բարձերի մեջ, բռնած տիկնիկը։ Ռոբերտը ծածկոցը քաշեց, մինչ նրա կզակը լուռ դուրս եկավ սենյակից, կրծքում զգալով մի տարօրինակ անծանոթ բան։ Մի բան, որը նման էր պատասխանատվության, սիրուն, նպատակի։ Հաջորդ առավոտ տիկին Սիրանուշը պարզ նախաճաշ պատրաստեց։ Պանրով խաչապուրի, կտրատած մրգեր, նարնջի հյութ։ Ոչինչ, որ ճաշարան հիշեցներ։ Ոչինչ, որ պարտադիր թվար։ Ամեն ինչ դրեց պատշգամբի ցածր սեղանին, որտեղ արը մեղմորեն ներս էր թափանցում, դրսում թռչուններն էին երգում։ Նարեն դանդաղ իջավ աստիճաններով, բռնած բազրիքից, դեռ կասկածամիտ։ Երբ տեսավ սեղանը, կանգ առավ։ Նայեց տիկին Սիրանուշին։ Ես պետք է ամեն ինչ ուտեմ, հարցրեց նա, դողացող ձայնով։
Ոչ, սիրելիս, պատասխանեց տիկին Սիրանուշը, սիրտը սեղմվելով։ Դու կուտես այն, ինչ ուզում ես։ Եթե ոչինչ չուզես ուտել, դա էլ է նորմալ։ Ոչ ոք քեզ չի ստիպի։ Նարեն դանդաղ մոտեցավ, ինչպես վախեցած կենդանի։ Նայեց մրգերին։ Վերցրեց մի կտոր ձմերուկ։ Կերավ։ Սպասեց ինչ-որ ռեակցիայի։ Ոչինչ։ Տիկին Սիրանուշը միայն ժպտաց, շարունակեց դասավորել սրբիչները, որոնք բերել էր լվացքատնից։ Նարեն մեկ այլ կտոր վերցրեց։ Կերավ։ Եվ հետո երկար ժամանակ անց առաջին անգամ կերավ, որովհետև ուզում էր։ Կերավ դանդաղ, համտեսելով։ Կերավ առանց վախի։ Ռոբերտը, որը հեռվից դիտում էր, նստեց սեղանի մոտ, վերցրեց մի խաչապուրի։ Համով է, չէ՞, մեկնաբանեց նա անփույթ։ Նարեն գլխով արեց, բերանը լիքը։ Ռոբերտը ժպտաց։ Դա փոքր, բայց անկեղծ ժպիտ էր։ Եվ Նարեն, տեսնելով այդ ժպիտը, ռիսկի դիմեց նույնպես ժպտաց։ Փոքր։ Ամաչկոտ։ Բայց այնտեղ։ Օրերն անցնում էին, առօրյան կարգավորվում էր։ Ռոբերտը չեղարկեց հանդիպումները, հետաձգեց ժողովները, պատվիրակեց պարտականություններ, որոնք նախկինում չէր պատվիրակում։ Հասուն կյանքում առաջին անգամ աշխատանքն այլս թիվ 1 առաջնահերթությունը չէր։ Նա առավոտները տանն էր անցկացնում։ Նախաճաշում էր Նարեի հետ։ Նրա հետ հյուրասենյակում մուլտֆիլմեր էր դիտում, մի բան, որը երբեք իր կյանքում չէր արել։ Բացահայտեց, որ նա սիրում է գունավորել։ Գնեց գունավոր մատիտների տուփեր, նկարչական ալբոմներ, ներկեր։ Տիկին Սիրանուշը հյուրասենյակում արվեստի անկյուն ստեղծեց, փոքրիկ սեղանով, որտեղ Նարեն կարող էր նստել, ստեղծել այն, ինչ ուզում էր։ Եվ Նարեն սկսեց նկարել։ Սկզբում միայն տներ։ Փոքր տներ, պատուհաններով, դռներով։ Միշտ գունավոր։ Միշտ արով։ Ռոբերտը մի օր հարցրեց, թե ինչու է նա այդքան շատ տներ նկարում։ Նա նայեց նրան այդ հսկայական շագանակագույն աչքերով, ասաց. Որովհետև տունն այն վայրն է, որտեղ մենք ապահով ենք։ Ռոբերտը կոկորդում կոշտուկ զգաց։ Դու քեզ այստեղ ապահով ես զգում, հարցրեց նա։ Նարեն մտածեց, գծեց մատիտը, հետո գլխով արեց։ Կարծում եմ, այո։ Ավելի շատ, քան առաջ։ Այդ պատասխանը, այնքան պարզ, այնքան խորը, ամբողջ օրը արձագանքում էր Ռոբերտի գլխում։ Մինույն ժամանակ, այդ բուժման պղպջակից դուրս, աշխարհը շարունակում էր խառնաշփոթի մեջ լինել։ Լիանա Կոստանյանի դեմ գործն առաջ էր ընթանում։ Դատախազությունը հավաքեց ցուցմունքներ, բժշկական եզրակացություններ, ձայնագրություններ։ Դպրոցով անցած այլ երեխաների ընտանիքներ նույնպես սկսեցին դատական գործեր հարուցել։ Հույսի դպրոցը ժամանակավորապես փակվեց, մինչ ամբողջական աուդիտ անցներ։ Սոնան, տնօրենուհին, հեռացվեց, նույնպես պատասխանատվության ենթարկվեց անգործության համար։ Աշխատակիցներին կանչեցին ցուցմունք տալու։ Մամուլը շարունակում էր լուսաբանել ամեն ինչ, հատուկ ռեպորտաժներ անելով ինստիտուցիոնալ բռնության, վատ վերաբերմունքի նշանները ճանաչելու, սոցիալական նախագծեր ֆինանսավորողների պատասխանատվության մաս։ Ին Ռոբերտը հրաժարվեց անձնական հարցազրույցներ տալուց, բայց թույլ տվեց, որ իր մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն տարածի։ Դրանում նա ստանձնում էր պատասխանատվությունը դպրոցի գործունեությանը մոտիկից չհետելու համար, հրապարակավ ներողություն էր խնդրում տուժած երեխաների ընտանիքներից, հայտարարում, որ նախագծի ամբողջ կառուցվածքը կվերաձակերպվի, կենտրոնանալով թափանցիկության, խիստ հոգեբանական ուղեկցման անկախ վերահսկողության վրա։ Նա հայտարարեց հիմնադրամի ստեղծման մասին, որը հատուկ ուղղված կլինի հաստատություններում երեխաների պաշտպանությանը, անանուն բողոքների թեժ գծով բռնության զոհերին սպասարկելու պատրաստ հոգեբանների թիմերով։ Հայտարարությունը խառը արձագանքներ առաջացրեց։ Հասարակական կարծիքի մի մասը գովեց նրան սխալը ընդունելու գործելու համարձակության համար։ Մյուս մասը քննադատեց, ասելով, որ նա գործեց միայն այն պատճառով, որ իր աչքերով տեսավ, բայց տարիներ շարունակ անփույթ է եղել։ Ռոբերտը կարդում էր քննադատությունները, համաձայնում դրանց հետ։ Նա անփույթ էր եղել։ Չափազանց շատ էր ստահել հաշվետվություններին, չափազանց քիչ ներկայությանը։ Եվ հիմա դրա գինն էր վճարում։ Բայց ամենամեծ գինը, նա գիտեր, վճարել էին Նարեն մյուս բոլոր երեխաները, որոնք լուր տառապել էին, մինչ նա չեկեր էր ստորագրում, իրեն բարերար զգալով։
Մի կեսօր, մինչ Նարեն նկարում էր հյուրասենյակում, Ռոբերտին այցելեց Մարիամը, սոցիալական աշխատողը, ով ուղեկցում էր գործը։ Նա 30-ն անց մի կին էր, գանգուր մազերը կոկոնով հավաքած, ուշադիր բարի հայացքով։ Նա եկել էր գնահատելու Նարեի տանը մնալու պայմանները, խոսելու հետագա քայլերի մասին։ Նստեցին պատշգամբում, սուրճով տորթով, որը տիկին Սիրանուշն էր պատրաստել։ Նարեն մնաց հյուրասենյակում, կենտրոնացած նկարների վրա, բայց ժամանակ առ ժամանակ հայացքներ էր նետում նրանց ուղղությամբ։ Մարիամը սկսեց հարցեր տալ առօրյայի մասին։ Ինչպես էր հարմարվելը։ Արդյոք Նարեն լավ էր ուտում։ Արդյոք մղձավանջներ էր ունեցել։ Ռոբերտը ամեն ինչին անկեղծորեն պատասխանեց։ Պատմեց այն գիշերների մասին, երբ նա վախեցած արթնանում էր։ Ուտելիքի նկատմամբ դեռ ունեցած վախի մասին։ Փոքր առաջընթացների մասին, ինչպիսին էր առաջին անգամ առանց վախի ձմերուկ ուտելու ամաչկոտ ժպիտը։ Մարիամը ամեն ինչ գրի էր առնում, հասկացողությամբ գլխով անում։ Պարոն Կարապետյան, ասաց նա մի որոշ ժամանակ անց, ես պետք է մի կարևոր բանի մասին խոսեմ։ Իրավաբանորեն Նարեն դեռ գտնվում է պետության խնամակալության տակ։ Դուք նրան այստեղ եք բերել արտակարգ իրավիճակում, ինչը բացարձակապես ճիշտ էր։ Բայց հիմա մենք պետք է պաշտոնականացնենք նրա իրավիճակը։ Ռոբերտը առաջ թեքվեց։ Այն, ինչ դուք պետք է իմանաք, հետյալն է։ Կան մի քանի տարբերակներ։ Առաջինը կլիներ նրան վերադարձնել խնամքի համակարգ, նախորդից տարբեր մանկատուն, մինչ որդեգրող ընտանիք գտնվի։ Նախքան Ռոբերտը կկարողանար բողոքել, Մարիամը ձեռքը բարձրացրեց։ Ես գիտեմ, թե ինչ եք ասելու։ Եվ ես հասկանում եմ։ Աղջիկը կապ է ստեղծել ձեզ հետ։ Դա տեսանելի է։ Բայց կա մեկ այլ տարբերակ։ Դուք կարող եք դիմել նրա խնամակալ ընտանիքը լինելու համար, ժամանակավորապես, մինչ գործընթացը ընթանա։ Եվ հետո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող եք սկսել որդեգրման գործընթացը։ Որդեգրում։ Բառը կախված մնաց օդում։ Ռոբերտը երբեք չէր մտածել որդեգրելու մասին։ Երբեք չէր մտածել հայր լինելու մասին։ Հեղինեն նա խոսել էին երեխաներ ունենալու մասին, բայց նա հիվանդացավ, նախքան նրանք կկարողանային իրականացնել այդ ծրագիրը։ Եվ նրա մահից հետո գաղափարը կարծես նրա հետ մահացավ։ Բայց հիմա, նայելով հյուրասենյակում նկարող աղջկան, որը քնում էր լաթե տիկնիկը գրկած աղջկան, որը սկսել էր հետ ժպտալ, Ռոբերտը հասկացավ, որ դա այլևս վերացական գաղափար չէր։ Դա իրական էր։ Շոշափելի էր։ Դա Նարեն էր։ Ես ուզում եմ, ասաց նա ամուր ձայնով։ Ուզում եմ դիմել խնամակալ ընտանիք լինելու համար։ Եվ հետո, եթե նա ուզենա, ուզում եմ որդեգրել։ Մարիամը ժպտաց։ Ես հույս ունեի, որ դուք դա կասեք։ Բայց ես պետք է, որ դուք հասկանաք, հեշտ չի լինելու։ Կլինեն գնահատումներ, այցելություններ, հարցազրույցներ։ Կհարցնեն, թե արդյոք միայնակ տղամարդը կարող է միայնակ աղջիկ մեծացնել։ Կհարցնեն ձեր դրդապատճառները։ Կնայեն ձեր առօրյան, ձեր տունը, ձեր անցյալը։ Եվ Նարեն նույնպես հոգեբանական ուղեկցում կանցնի, հասկանալու, թե արդյոք նա իրոք դա ուզում է։ Ոչինչ երաշխավորված չէ։ Ռոբերտը գլխով արեց։ Ես հասկանում եմ։ Եվ ես պատրաստ եմ։ Հաջորդ շաբաթներին տունը վերածվեց մասնագետների շքերթի։ Հոգեբաններ, որոնք խոսում էին Նարեի հետ։ Սոցիալական աշխատողներ, որոնք գնահատում էին պայմանները։ Մանկաբույժներ, որոնք հետում էին նրա ապաքինմանը։ Ռոբերտը ամեն ինչ բացեց։ Պատասխանեց բոլոր հարցերին, որքան էլ որ դրանք անձնական լինեին։ Ցույց տվեց առօրյան, սնունդը, սենյակը, որը պատրաստել էր նրա համար։ Տիկին Սիրանուշին նույնպես հարցազրույց վերցրին, նա խոսեց։ Թե ինչպես է աղջիկը զարգանում, ինչպես է քաշ հավաքում, ինչպես են մղձավանջները նվազում։ Եվ քիչ-քիչ Նարեն սկսեց ավելի շատ խոսել։ Սկսեց պատմել դպրոցի ժամանակների մասին։ Ուսուցչուհի Լիանայի մասին։ Այն վախի մասին, որ զգում էր ամեն անգամ ուտելիքի ափսե տեսնելիս։ Այն մասին, թե ինչպես ոչ ոք չէր օգնում, որովհետև բոլորը վախենում էին։ Գործն ուղեկցող հոգեբանը, բժիշկ Շուշանիկը, ջերմակ մազերով քաղցր ձայնով մի կին, նրա հետ աշխատում էր նկարների, խաղերի, թեթ զրույցների միջոցով։ Երբեք չէր ստիպում։ Երբեք չէր ճնշում։ Եվ քիչ-քիչ Նարեն բացվում էր։
Դուրս էր հանում պահված ցավը, և նա սկսում էր բուժվել։ Մի օր բժիշկ Շուշանիկը խնդրեց միայնակ խոսել Ռոբերտի հետ։ Նրանք նստեցին գրասենյակում, նա նշումներով լի թղթապանակով։ «Պարոն Կարապետյան», սկսեց նա, «ես կարող եմ համարում, որ դուք հասկանաք այն տրավմայի չափը, որը Նարեն ապրել է։ Նա ոչ միայն ֆիզիկապես է վատ վերաբերմունքի ենթարկվել, թեթևսնուցումը սթրեսի նշանները լուրջ են։ Նա հոգեբանորեն է տրավմայի ենթարկվել։ Նրան սովորեցրել են, որ ուտելը պատիժ է, որ իր ցավը առողջ է, որ մեծահասակները սպառնալից կերպարներ են։ Սա խորը հետքեր է թողնում»։ «Նա կապաքինվի», հարցրեց Ռոբերտը, լարված ձայնով։ «Ժամանակի ընթացքում, այո», պատասխանեց բժիշկ Շուշանիկը։ «Բայց դա երկար գործընթաց կլինի։ Նա հետընթացներ կունենա։ Վատ օրեր կունենա։ Պահեր կլինեն, երբ վախը կվերադառնա։ Եվ դուք պետք է դրան պատրաստ լինեք։ Պետք է համբերություն ունենաք։ Պետք է հասկանաք, որ սերը միայնակ տրավման չի բուժում։ Պետք է հետողականություն, ներկայություն, թերապիա, ժամանակ»։ Ռոբերտը կլանեց ամեն բառ։ «Ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է», ասաց նա։ Եվ բժիշկ Շուշանիկը հավատաց նրան։ Նա տեսնում էր սեանսների ժամանակ, թե ինչպես է նա փոխվում։ Ինչպես է սովորում լինել խնամող։ Ինչպես է դադարում լինել սառը հեռու գործարարը դառնում ներկա, ուշադիր, սխալվելու սովորելու պատրաստ մեկը։ Նա տեսնում էր թե ինչպես է Նարեն փոխվում։ Ինչպես է սկսում նրան անվանել Ռոբերտ հորեղբայր։ Ինչպես է վազում նրա մոտ, երբ նա տուն է գալիս։ Ինչպես է խնդրում, որ քնելուց առաջ հեքիաթներ կարդա, մի բան, որ սկզբում նա ոչինչ չէր խնդրում։ Եվ Ռոբերտը բացահայտեց, որ 5 տարեկան երեխայի համար հեքիաթներ կարդալը ամենակարևոր բաներից մեկն էր, որ երբևէ արել էր իր կյանքում։ Բացահայտեց, որ հատակին նստել փազլ հավաքելու համար ավելի արժեքավոր էր, քան ցանկացած գործնական հանդիպում։ Բացահայտեց, որ Նարեի ժպիտը, երբ նա նոր բան էր սովորում, ավելի գոհացուցիչ էր, քան ցանկացած ստորագրված պայմանագիր։ Վերջապես բացահայտեց այն, ինչ Հեղինեն փորձում էր ասել նրան այդքան տարիներ առաջ, որ հաջողությունը չի չափվում գումարով, այլ ներկայությամբ, պահերով, փոքրիկ ժեստերով, որոնք մեծ կապեր են ստեղծում։ Փրկությունից 3 ամիս անց Մարիամը վերադարձավ մի նորությամբ։ Ժամանակավոր խնամակալության գործընթացը հաստատվել էր։ Նարեն կարող էր պաշտոնապես մնալ Ռոբերտի հետ, մինչ որդեգրման գործընթացը ընթանար։ Բայց մի պայման կար։ Նա պետք է կտրուկ նվազեցներ աշխատանքային բեռը, երաշխավորեր, որ ժամանակ կունենա նրա համար, երաշխավորեր, որ դա դայակներին աշխատակիցներին պատվիրակված դաստիարակություն չի լինի։ Ռոբերտը չվարանեց։ Նույն շաբաթ նա ընկերության փոխնախագահին նշանակեց գործադիր տնօրեն, ինքը ստանձնեց միայն ռազմավարական խորհրդատուի դերը, աշխատանքային օրերը կրճատեց շաբաթական 3 օրվա։ Վաճառեց հսկայական առանձնատունը, գնեց ավելի փոքր, ավելի հարմարավետ տուն Սանա լճի մոտ, հանգիստ տարածքում, մեծ քաղաքի քաոսից հեռու։ Փոփոխությունն ազատագրող էր։ Նոր տունը չուներ հնի սառնությունը։ Այն միհարկանի էր լճին նայող պատշգամբով, ծառերով բակով, ընդարձակ խոհանոցով, որտեղ տիկին Սիրանուշը տնական ուտելիք էր պատրաստում, Նարեն օգնում էր խառնել տորթի խմորը։ Այն ավելի քիչ շքեղություն ուներ, բայց ավելի շատ կյանք։ Ռոբերտը առավոտյան արթնանում էր տեսնում արածակը ջրի վրա։ Նախաճաշում էր Նարեի հետ պատշգամբում։ Տանում էր նրան նոր դպրոց, մի փոքր մասնավոր հաստատություն, որտեղ նրան մոտիկից հետում էր նրա անցյալի նկատմամբ զգայուն թիմը։ Վերցնու մեր երեկոյան։ Խաղում էր բակում։ Օգնում էր տնային աշխատանքներին։ Ընտրում էր նրա տիկին Սիրանուշի հետ, երեքով խոսելով օրվա մասին։ Եվ գիշերը, քնելուց առաջ, հեքիաթներ էր կարդում։ Մինույն ժամանակ Լիանա Կոստանյանի դեմ դատական գործը հասավ դատավարության փուլ։ Ապացույցները անհերքելի էին։ Տեսանյութեր, ցուցմունքներ, բժշկական եզրակացություններ։ Նրա պաշտպանությունը փորձեց պնդել, որ ամեն ինչ կրթական մեթոդ էր, որ վնաս պատճառելու մտադրություն չկար։ Բայց դատախազը հերքեց յուրաքանչյուր փաստարկ, ցույց տալով, որ դա կրթություն չէր, այլ համակարգված բռնություն։ Որ երեխաները զարգացրել էին սննդային խանգարումներ, խուճապ, տրավմա։ Որ Լիանան գիտեր, թե ինչ է անում, ընտրել էր շարունակել։ Երդվյալ ատենակալները երկար չմտածեցին։
Լիանան դատապարտվեց վատ վերաբերմունքի հոգեբանական տանջանքների համար, զրկվեց դասավանդելու իրավունքից, դատապարտվեց իրավունքների սահմանափակման պարտադիր հսկողության։ Դատավճիռը հայտնվեց թերթերում։ Ռոբերտը կարդաց զգաց արդարության տխրության խառնուրդ։ Արդարություն, որովհետ վերջապես պատասխա։ Նատվություն եղավ։ Տխրություն, որովհետ գիտեր, որ ոչ մի դատավճիռ չի ջնջի այն, ինչ ապրել էին Նարեն շատ այլ երեխաներ։ Հույսի դպրոցը ամբողջովին վերակառուցվեց։ Նոր տնօրինություն, նոր թիմ, անվտանգության նոր արձանագրություն։ Տեսախցիկներ բոլոր սենյակներում, մշտական հսկողություն, բողոքների թեժ գիծ, լրիվ դրույքով հոգեբաններ։ Ռոբերտը շարունակեց ֆինանսավորել, բայց հիմա ամեն շաբաթ գնում էր այնտեղ։ Խոսում էր երեխաների հետ։ Ճաշում էր նրանց հետ։ Լսում էր նրանց պատմությունները։ Եվ ստեղծեց նա Նարե հիմնադրամը, որը հատուկ ուղղված էր հաստատություններում երեխաների պաշտպանությանը, առաջարկելով իրավաբանական, հոգեբանական, ֆինանսական աջակցություն բռնությունների մասին բողոքող ընտանիքներին։ Եվ Նարեն մեծանում էր։ Քիչ-քիչ քաշ էր հավաքում։ Աչքերն այլս այդքան մեծ չէին թվում նիհար դեմքին։ Մազերը երկարեցին, տիկին Սիրանուշը սովորեց հյուսեր անել։ Նա սկսեց ավելի շատ ժպտալ։ Իսկապես ծիծաղել։ Խաղալ։ Վստահել։ Եվ փրկությունից 1 տարի անց, մի արոտ շաբաթ առավոտ, մինչ պատշգամբում նախաճաշում էին, Նարեն նայեց Ռոբերտի։ Ն հարցրեց. Ռոբերտ հորեղբայր, կարող եմ քեզ հայրիկ անվանել։ Ռոբերտը զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին արցունքներով։ Կոշտուկը կուլ տվեց։ Նայեց այն աղջկան, որին գտել էր ճաշարանի սեղանի մոտ լաց լինելիս, ստիպված սառը մնացորդներ կուլ տալիս։ Եվ տեսավ, հիմա, մի երեխա, որը ժպտում էր, խաղում էր, վստահում էր։ Կարող ես, պատասխանեց նա խեղդված ձայնով։ Եթե ուզում ես, կարող ես։ Նարեն ժպտաց։ Այն հսկայական, անկեղծ ժպիտը, որը լուսավորում էր ամբողջ դեմքը։ Ուրեմն կանվանեմ հայրիկ։ Ռոբերտը չկարողացավ զսպել արցունքները։ Թողեց, որ հոսեն։ Եվ ամուր գրկեց նրան, զգալով, որ դա իր կյանքի ամենակարևոր պահն էր։ Ավելի կարևոր, քան ցանկացած կնքված գործարք, ստացված մրցանակ, թերթի վերնագիր։ Այդ գրկախառնությունն ամեն ինչից ավելի արժեր։ Որովհետ իրական էր։ Որովհետ սեր էր։ Որովհետ, վերջապես, ներկայություն էր։ Տարիներն անցան գրքի էջերի պես, որը վերջապես գտել էր իր ուղին։ Լճի տունը ականատես եղավ, թե ինչպես Նարեն վախեցած աղջնակից դարձավ հետաքրքրասեր դեռահաս, հետո վճռական երիտասարդուհի։ Մազերը, որոնք նախկինում անփույթ կտրված էին, այժմ շագանակագույն ալիքներով թափվում էին ուսերին։ Աչքերը, որոնք նախկինում միայն վախ էին ճանաչում, այժմ փայլում էին խելքով նպատակասլացությամբ։ Մարմինը, որը նախկինում միայն ոսկորներ ու փխրունություն էր, այժմ ուներ առողջություն, ուժ, կյանք։ Ռոբերտը նույնպես փոխվեց։ Մուգ մազերը ամբողջովին ճերմակեցին։ Աչքերի շուրջ կնճիռները խորացան, բայց դրանք ժպիտների կնճիռներ էին, ոչ թե լարվածության։ Անթերի կոստյումը, որը կրում էր ամեն օր, տեղի տվեց ավելի պարզ, հարմարավետ հագուստի։ Գործարարի պայուսակը օրերի մեծ մասը պահարանում էր մնում։ Մարդը, որը ապրում էր նպատակների հետից վազելով, այժմ գիտեր պատշգամբում նստելու կարողությունը, ոչինչ չանելով, բացի լճի վրա մայրամուտը դիտելուց։ Տիկին Սիրանուշը, ով ականատես էր եղել ամբողջ փոխակերպմանը, սովորաբար ասում էր, որ Ռոբերտը վերջապես սովորել էր ապրել, ոչ թե միայն աշխատել։ Նարեն սովորեց մասնավոր դպրոցում, որը հարգեց նրա ռիթմը, նրա տրավման, նրա պատմությունը։ Ուներ ուսուցիչներ, որոնք հասկանում էին, որ նա լրացուցիչ համբերության կարիք ունի դասամիջոցների ճաշի ժաման։ Աղ։ Ուներ համադասարանցիներ, որոնք դարձան իսկական ընկերներ, որոնք նրան ընդունեցին առանց դատողությունների։ Ամբողջ դեռահասության ընթացքում թերապիա էր գնում բժիշկ Շուշանիկի մոտ, ով ուղեկցում էր ապաքինման յուրաքանչյուր քայլը։ Այո, հետընթացներ եղան։ Եղան օրեր, երբ տագնապը ուժեղ վերադառնում էր, նա ոչինչ չէր կարողանում ուտել։ Եղան հազվադեպ մղձավանջներ, որտեղ Լիանան վերադառնում էր այն սառը ձայնով, ասելով, որ աղքատ երեխան պետք է շնորհակալ լինի։ Բայց նա ձեռքբերումներ եղան։ Կարողացավ նորից ուտել դպրոցական ճաշարաններում, առանց խուճապի մատնվելու։ Կարողացավ ընկերներ ձեռք բերել։ Կարողացավ վստահել մեծահասակներին։
Կարողացավ քիչ-քիչ ցավը ուժի վերածել։ Երբ եկավ բու ընտրելու ժամանակը, Նարեն կասկած չուներ։ Հոգեբանություն։ Ուզում էր հասկանալ, թե ինչ է պատահել իր հետ։ Ուզում էր օգնել այլ երեխաների, որոնք նույնի միջով էին անցնում։ Ուզում էր լինել այն ձայնը, որը նա չուներ, երբ 5 տարեկան էր։ Ռոբերտը առանց վարանելու աջակցեց որոշմանը, օգնեց այն ամենով, ինչ նրան պետք էր։ Եվ երբ եկավ ավարտական օրը, Նարեի կողմից իրեն հայրիկ անվանելուց 7 տարի անց, նա հանդիսատեսի շարքերում էր տիկին Սիրանուշի հետ, երկուսի աչքերն էլ լի հպարտության արցունքներով։ Նարեն ավարտեց գերազանցությամբ, շուտով սկսեց աշխատել։ Նրա առաջին աշխատանքը հենց մանկության պաշտպանության կազմակերպությունում էր, որտեղ սպասարկում էր ինստիտուցիոնալ բռնության զոհ դարձած երեխաներին։ Նա հստակ գիտեր, թե ինչպես են նրանք իրենց զգում։ Գիտեր, թե ինչ է նշանակում վախենալ մեծահասակներից։ Գիտեր, թե ինչ է նշանակում անտեսանելի լինել։ Գիտեր, թե ինչ է նշանակում կարիք ունենալ մեկի, ով պարզապես կհավատա։ Եվ նա դարձավ այդ մարդը շատ ուրիշների համար։ Համբերությամբ լսում էր նրանց պատմությունները։ Երբեք չէր նվազեցնում նրանց ցավը։ Երբեք չէր ասում, որ դա քմահաճություն է կամ չափազանցություն։ Հավատում էր։ Ընդունում էր։ Եվ օգնում էր ճանապարհներ գտնել։ Մինույն ժամանակ, Նարե հիմնադրամը աճում էր։ Այն, ինչ սկսվել էր որպես համեստ նախագիծ, դարձավ պաշտպանության ազգային ցանց։ Տասնյակ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, իրավաբաններ աշխատում էին, երաշխավորելու, որ ոչ մի երեխա չլռեցվի, ինչպես Նարեն քիչ մնաց լռեցվեր։ Հիմնադրամն առաջարկում էր բողոքների թեժ գիծ, անվճար իրավաբանական ուղեկցում ընտանիքների համար, վերապատրաստում մանկավարժների համար, իրազեկման արշավներ։ Եվ ամեն տարի հարյուրավոր երեխաներ փրկվում էին ինստիտուցիոնալ բռնության իրավիճակներից։ Յուրաքանչյուր փրկություն հաղթանակ էր։ Յուրաքանչյուր փոխված պատմություն ապացույց էր, որ արժե պայքարել։ Լճի տունը, որը նախկինում միայն ապաստան էր, նույնպես փոխակերպվեց։ Դրա մի մասը դարձավ հետտրավմատիկ բուժման մեջ գտնվող երեխաների փոքր խմբերի համար ժամանակավոր կացարան։ Հանգստյան օրերին տեղի էին ունենում արվեստի արհեստանոցներ, զրույցի շրջանակներ, խաղային միջոցառումներ։ Ռոբերտը, որը երբեք չէր պատկերացրել, որ իր տունը լի կլինի մանկական ծիծաղով, բացահայտեց, որ աշխարհում ավելի լավ ձայն չկա։ Տիկին Սիրանուշը, որն այժմ գրեթե 70 տարեկան էր, շարունակում էր այնտեղ լինել, հոգ տանելով բոլորի մասին, ինչպես միշտ։ Տորթեր պատրաստելով, պատմություններ լսելով, գիրք առաջարկելով։ Նարեն մեծացավ, տեսնելով այս ամենը։ Մեծ ացավ, հասկանալով, որ ցավը կարող է վերածվել նպատակի, որ մեղքի զգացումը կարող է դառնալ հատուցում, որ մի մեծահասակ, որը վերջապես ընտրում է տեսնել, կարող է փոխել ճակատագրեր։ Եվ մեծացավ նա այն վստահությամբ, որ իրեն սիրել են։ Ոչ այն հեշտ սիրով, որ բոլորը ստանում են առանց որևէ բան անելու, այլ կառուցված սիրով։ Այն սիրով, որը ծնվում է, երբ ինչ-որ մեկն ընտրում է մնալ, նույնիսկ երբ դժվար է։ Երբ ինչ-որ մեկն ընտրում է սովորել, նույնիսկ երբ սխալվում է։ Երբ ինչ-որ մեկն ընտրում է փոխվել, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ նույնը մնալ։ 25 տարեկանում Նարեն արդեն հարգված մասնագետ էր ոլորտում։ Հրապարակել էր գիտական հոդվածներ մանկական տրավմայի հուզական վերականգնման մասին։ Դասախոսություններ էր կարդացել համալսարաններում։ Վերապատրաստել էր մանկավարժների թիմեր, ինչպես ճանաչել բռնության նշանները։ Եվ երբ ստացավ հրավեր լինելու մանկության պաշտպանության ազգային համագումարի գլխավոր բանախոսներից մեկը, որը տեղի էր ունենալու Երևանում, իշխանությունների, մանկավարժների, ամբողջ երկրի ակտիվիստների ներկայությամբ, նա զգաց պատասխանատվության ծանրությունը։ Բայց նա զգաց, որ պատրաստ է։ Նա շաբաթներ շարունակ պատրաստեց իր ելույթը։ Գրեց, վերագրեց, փորձ արեց։ Ցույց տվեց Ռոբերտին, ով ուշադրությամբ կարդաց ասաց, որ կատարյալ է։ Ցույց տվեց բժիշկ Շուշանիկին, ով արդեն թոշակի էր անցել, բայց շարունակում էր լինել նրա մենթորը, ստացավ հավանություն ամուր գրկախառնությամբ։ Եվ երբ եկավ օրը, Նարեն ինքնաթիռ նստեց դեպի Երևան, սիրտը արագ բաբախելով այն վստահությամբ, որ դա լինելու է իր կյանքի ամենակարևոր պահերից մեկը։ Ռոբերտը նրա հետ գնաց։ Ոչ որպես բանախոս։ Ոչ որպես հանրային դեմք։ Պարզապես որպես հայր։ Նստեց հանդիսատեսի շարքերում, վերջին շարքերում, գլխարկով մուգ ակնոցով, որպեսզի ուշադրություն չգրավի։
Ուղղակի ուզում էր դիտել։ Ուղղակի ուզում էր ներկա լինել։ Ինչպես միշտ ներկա էր եղել այն օրվանից դպրոցի ճաշարանում։ Դահլիճը լեփ-լեցուն ուներ։ Ավելի քան 1000 մարդ։ Կառավարության պաշտոնյաներ, կրթության նախարարներ, հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, սոցիալական աշխատողներ, լրագրողներ։ Միջոցառումը ուղիղ հեռարձակվում էր համացա նցով։ Նարեն սպասում էր կուլիսներում, խորը շնչելով, ձեռքերը քրտնելով։ Երբ նրա անունը հնչեց, նա ամուր քայլերով բարձրացավ բեմ։ Հագին պարզ հագուստ էր, առանց չափազանցությունների։ Մազերն արձակ, առանց ծանր դիմահարդարման։ Ուզում էր ինքն իրեն նման լինել։ Ուզում էր, որ մարդիկ տեսնեն ողջ մնացած աղջկան, ոչ թե միայն դարձած մասնագետին։ Մոտեցավ խոսափողին։ Բեմի լույսը ուժեղ էր, կուրացնող։ Բայց նա չդողաց։ Նայեց հանդիսատեսին, խորը շունչ քաշեց, սկսեց. Բար ձեզ։ Իմ անունը Նարե Կարապետյան է։ Եվ ես ուզում եմ այս ելույթը սկսել մի պատմությամբ։ 5 տարեկան մի աղջկա պատմությամբ, որին գտել էին միայնակ մի հրապարակում, ձեռքին լաթե տիկնիկ։ Մի աղջկա, որին տարել էին մանկատուն, հետո մի դպրոց, որը խոստանում էր հոգ տանել նրա մասին։ Գեղեցիկ դպրոց, գունավոր պատերով, ոգեշնչող որմնանկարներով, անթերի հաշվետվություններով։ Մի դպրոց, որը լուսանկարներում կատարյալ էր թվում։ Բայց որը փակ դռների հետում թաքցնում էր մի տեսակ բռնություն, որը կապտուկներ չի թողնում, բայց ներսից ոչնչացնում է։ Նա դադար տվեց։ Դահլիճում լռություն։ Բացարձակ էր։ Այդ աղջիկը, շարունակեց Նարեն, վախենում էր ուտելուց։ Ոչ թե որովհետև ուտելիք չէր սիրում, այլ որովհետև ուտելը դարձել էր պատժի հոմանիշ։ Որովհետև մի մեծահասակ, որը պետք է պաշտպաներ նրան, որոշել էր, որ նրան ստիպել կուլ տալ այլ երեխաների սկուտեղների սառը մնացորդները կրթությունը, որ նրան նվաստացնելը, մեկուսացնելը, սպառնալը կարգապահությունը։ Եվ ամենավատը, ուրիշ մարդիկ տեսան և լռեցին, որովհետև վախենում էին, որովհետև կարծում էին, որ դա իրենց գործը չէ, որովհետև ավելի հեշտ էր ծածնել, թե ոչինչ տեղի չի ունենում։ Նարեն նայեց հանդիսատեսի դեմքերին։ Որոշ մարդկանց աչքերը արցունքոտ էին։ Ուրիշները լարված էին, անհարմար։ Նա շարունակեց. Այդ աղջիկը ես եմ։ Եվ ես այսօր այստեղ եմ, որովհետև մի մեծահասակ մի օր վերջապես ընտրեց տեսնել։ Ընտրեց կանգ առնել։ Ընտրեց ասել, որ դա սխալ էր։ Նրա համար հեշտ չէր։ Նա ստիպված եղավ դիմակայել սեփական մեղքի զգացմանը։ Ստիպված եղավ ընդունել, որ չափազանց շատ էր վստահել թղթերին չափազանց քիչ ներկայությանը։ Ստիպված եղավ զրոյից սովորել, թե ինչ է նշանակում իսկապես հոգ տանել։ Բայց նա սովորեց։ Եվ փրկեց ինձ։ Նրա ձայնը մի փոքր դողաց, բայց նա իրեն հավաքեց։ Ես այստեղ չեմ երջանիկ ավարտի մասին խոսելու համար։ Որովհետև տրավման երջանիկ ավարտ չունի։ Տրավման մի բան է, որ մենք սովորում ենք կրել։ Ես դեռ վատ օրեր եմ ունենում։ Դեռ տրիգերներ ունեմ։ Դեռ վախենում եմ որոշ իրավիճակներից։ Բայց ես ողջ մնացի։ Եվ ողջ մնացի, որովհետև ինչ-որ մեկը տեսավ ինձ։ Որովհետև ինչ-որ մեկը հավատաց ինձ։ Որովհետև ինչ-որ մեկն ընտրեց մնալ, նույնիսկ երբ դժվար էր։ Նա քայլեց բեմով, ձեռքերով ժեստեր անելով, ձայնը ամուր։ Եվ ես ուզում եմ, որ դուք հասկանաք մի շատ կարևոր բան։ Սոցիալական նախագծերը հեռվից չեն աշխատում։ Չեն աշխատում ստորագրված չեկերով, գեղեցիկ հաշվետվություններով։ Աշխատում են ներկայությամբ, ուշադիր հայացքով, երեխաներին հարցնելու համարձակությամբ, թե ինչպես են նրանք իրականում, անհարմար կարող թվացող պատասխաններ լսելու պատրաստակամությամբ։ Քանի երեխա է հենց այս պահին Հայաստանի հաստատություններում լուր տառապում, սպասելով, որ ինչ-որ մեկը վերջապես կտեսնի։ Քանիսին են պատժում, նվաստացնում, վնասում կրթության անվան տակ։ Եվ քանի մեծահասակ է ձացնում, թե չի տեսնում։ Հանդիսատեսը ամբողջովին գերված էր։ Նարեն խորը շունչ քաշեց անցավ ելույթի ամենակարևոր մասին։ Ես այսօր աշխատում եմ երեխաների հետ, որոնք անցել են իմին նման իրավիճակների միջով։ Եվ գիտեք, թե ինչ ընդհանուր բան ունեն նրանք բոլորը։
Ոչ թե այն բռնությունը, որը կրել են, այլ անտեսանելիությունը։ Այն զգացումը, որ ոչ ոքի չի հետաքրքրում, որ ոչ ոք չի հավատա, որ իրենք կարևոր չեն։ Եվ երբ մի մեծահասակ վերջապես կանգ է առնում, նայում նրանց աչքերի մեջ, ասում. Ես տեսնում եմ քեզ, ես հավատում եմ քեզ, դու կար, որ ես, ամեն ինչ փոխվում է։ Դա ակնթարթային բուժում չէ, բայց դա սկիզբն է։ Նա կանգնեց բեմի կենտրոնում, նայեց ուղիղ հեռարձակող տեսախցիկին։ Ես խնդրում եմ այստեղ գտնվող յուրաքանչյուրիդ. Եթե դուք աշխատում եք երեխաների հետ, եթե դուք ֆինանսավորում եք սոցիալական նախագծեր, եթե դուք որոշում կայացնելու լիազորություն ունեք հաստատություններում, խնդրում եմ, ընտրեք տեսնել։ Ընտրեք ներկա լինել։ Ընտրեք հավատալ, երբ երեխան ասում է, որ տառապում է։ Եվ ընտրեք գործել։ Որովհետև լռությունը հանցակցություն է։ Անգործությունը բռնություն է։ Եվ ոչ մի երեխա չպետք է աղաչի, որ իրեն տեսնեն։ Նարեն մի պահ փակեց աչքերը։ Երբ բացեց, հայացքով փնտրեց հանդիսատեսի մեջ։ Գտավ Ռոբերտին։ Նա հանել էր մուգ ակնոցը, արցունքները ազատ հոսում էին դեմքով։ Նա ժպտաց նրան։ Այն ժպիտը, որը նա այդքան լավ գիտեր։ Այն ժպիտը, որը սկսվել էր ամաչկոտ մի պատշգամբում, այժմ փայլում էր ազգային բեմում։ Եվ ես ուզում եմ ավարտել մի բան ասելով այն մարդուն, ով փրկեց ինձ, ով այստեղ է հանդիսատեսի շարքերում։ Հայրիկ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ընտրեցիր տեսնել։ Շնորհակալ եմ, որ մնացիր։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր, որ սերը միայն խոսք չէ, այլ ներկայություն։ Եվ շնորհակալ եմ, որ քո մեղքի զգացումը վերածեցիր գործողության, քո գումարը՝ հո։ Կատարության, քո հեռավորությունը՝ մտերմության։ Դու փոխեցիր իմ կյանքը։ Եվ փոխելով իմ կյանքը, դու փոխեցիր հարյուրավոր այլ երեխաների կյանքեր, որոնց իմ անունը կրող հիմնադրամն արդեն օգնել է։ Սա է ժառանգությունը։ Սա է սերը։ Սա է այն, ինչը կարևոր է։ Հանդիսատեսը պայթեց ծափահարություններով։ Մարդիկ ոտքի կանգնեցին։ Ռոբերտը, դեռ լաց լինելով, նույնպես ոտքի կանգնեց։ Նարեն իջավ բեմից, անցավ աթոռների մեջ ընկած միջանցքով գնաց ուղիղ նրա մոտ։ Նրանք գրկախառնվեցին այդ լեփ-լեցուն դահլիճի մեջտեղում, մինչ հազար մարդ ծափահարում էր, մինչ տեսախցիկները նկարահանում էին, բայց այդ ամենը կարևոր չէր։ Կարևորն այդ գրկախառնությունն էր։ Այդ կապն էր։ Այն ճանապարհն էր, որը նրանք միասին անցել էին մի սառը ճաշարանից մինչ այս լուսավորված բեմ։ Երբ վերջապես բաժանվեցին, Նարեն սրբեց դեմքի արցունքները։ Ռոբերտը երկու ձեռքով բռնեց նրա դեմքը, այնպես, ինչպես անում էր, երբ նա դեռ փոքր էր մղձավանջներ էր տեսնում։ Ես այնքան հպարտ եմ քեզնով, ասաց նա խեղդված ձայնով։ Հեղինեն այնքան հպարտ կլիներ։ Նարեն ժպտաց։ Ես գիտեմ։ Եվ ես եմ հպարտ քեզնով։ Որ համարձակություն ունեցար փոխվելու։ Որ ընտրեցիր ներկա լինել։ Որ իմ հայրը եղար, երբ ես ամենաշատը դրա կարիքն ունեի։ Հաջորդ օրերին ելույթի տեսանյութը վիրուսային դարձավ։ Միլիոնավոր դիտումներ։ Մարդկանց մեկնաբանություններ, որոնք պատմում էին իրենց սեփական պատմությունները։ Բողոքներ նմանատիպ իրավիճակների մասին ամբողջ երկրի դպրոցներում։ Նարե հիմնադրամ իթեժ գիծը ծանրաբեռնվեց զանգերով։ Բայց յուրաքանչյուր զանգի պատասխանում էին։ Յուրաքանչյուր երեխայի լսում էին։ Յուրաքանչյուր դեպք հետաքննվում էր։ Եվ քիչ-քիչ փոփոխություններ սկսեցին տեղի ունենալ։ Ավելի խիստ օրենքներ հաստատությունների վերահսկողության մասին։ Բողոքների պարտադիր արձանագրություններ։ Պարտադիր վերապատրաստում մանկավարժների համար, բռնության նշանները ճանաչելու վերաբերյալ։ Այս ամենը չէր ջնջում անցյալը, բայց կառուցում էր մի փոքր ավելի լավ ապագա։ Նարեն շարունակեց իր աշխատանքը։ Երեխաներին սպասարկելով, մասնագետներ վերապատրաստելով, դասախոսություններ կարդալով, գրելով, պայքարելով։ Ռոբերտը շարունակեց նրա կողքին լինել ոչ որպես հերո ու ֆինանսավորող, այլ որպես ներկա հայր։ Միջոցառումներին մասնակցելով, նախագծեր այցելելով, երեխաների հետ խոսելով, պատմություններ լսելով,
Նա վերջապես սովորել էր, որ ներկայությունը չի պատվիրակվում։ Լճի տունը շարունակեց լինել բուժման տարածք։ Տասնյակ երեխաներ անցան այնտեղով տարիների ընթացքում։ Ոմանք մնում էին մի քանի շաբաթ, ուրիշները՝ ամիսներ։ Բոլորն իրենց հետ տանում էին այն վստահությունը, որ իրենց տեսնում են, կարոր են, սիրված են։ Տիկին Սիրանուշը մինչ իր վերջին օրերը շարունակեց տորթեր պատրաստել, պատմություններ լսել, գիրք առաջարկել։ Երբ նա հեռացավ 78 տարեկանում հանգիստ քնած իր մահճակալում, նա շրջապատված էր սիրով։ Ռոբերտը, Նարեն կողքին էին։ Եվ հուղարկավորությանը տասնյակ երեխաներ, որոնց նա խնամել էր տարիների ընթացքում, եկել էին հարգանքի տուրք մատուցելու այն տատիկին, որը երբեք չէին ունեցել, բայց որին նվեր էին ստացել։ Նարեն ամուսնացավ 30 տարեկանում Լոնի հետ, մի ուսուցչի, ում հետ ծանոթացել էր հիմնադրամի նախագծերից մեկում։ Բարի, համբերատար մարդ, ով հասկանում էր նրա տրավման։ Երբեք չէր ճնշում։ Նրանք 2 երեխա ունեցան։ Մի աղջիկ, որին անվանեցին Հեղինե, ի պատիվ այն տատիկի, որին երբեք չէր ճանաչել, բայց ում ժառանգությունն օգնել էր փրկել նրան։ Եվ մի տղա, որին անվանեցին Ռոբերտ, ի պատիվ այն պապիկի, ով ընտրել էր հայր լինել, երբ ոչ ոք չէր սպասում։ Երեխաները մեծացան, լսելով այն պատմությունը, թե ինչպես են փրկել իրենց մայրիկին։ Ինչպես է իրենց պապիկը ցավը վերածել նպատակի։ Եվ մեծացան, հասկանալով, որ սերը ընտրությունը, ներկայությունը, տեսնելու համարձակություն, նույնիսկ երբ անհարմար է։ Ռոբերտը ծերացավ սիրով շրջապատված։ Ոչ այնպիսի սիրով, որը նա պատկերացրել էր երիտասարդ ժամանակ, որը կազմված էր հաջողությունից, հանրային ճանաչումից, այլ այնպիսի սիրով, որն իսկապես կարոր է։ Կազմված օրվա վերջի գրկախառնություններից, ընտանեկան ընթրիքներից, թոռներին պատմվող հեքիաթներից։ Իմանալուց, որ իր կյանքը իրական, շոշափելի փոփոխություն է բերել իրական մարդկանց կյանքում։ Նա շարունակեց գործել հիմնադրամում մինչ վերջին տարիները, միշտ ներկա, միշտ ուշադիր։ Եվ երբ վերջապես հեռացավ, 82 տարեկանում մի հանգիստ աշնանային կեսօրին, նա մահացավ, բռնած Նարեի ձեռքը, ով շնջաց նրա ականջին։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, հայրիկ։ Դու ինձ սովորեցրիր, որ երբեք ուշ չէ ընտրել իսկապես սիրել։ Նարե հիմնադրամը շարունակում է գործել մինչ օրս։ Արդեն օգնել է հազարավոր երեխաների։ Վերապատրաստել է հազարավոր մասնագետների։ Փոխել է օրենքներ, արձանագրություններ, համակարգեր։ Բայց իրականում ամեն ինչ սկսվեց մի պարզ ընտրությունից, որը Ռոբերտը կատարեց այն 5-շաբթի կեսօրին։ Առանց զգուշացնելու դպրոց գնալու ընտրությունից։ Ճաշարանի ապակուց այն կողմ նայելու ընտրությունից։ Ներս մտնելու ընտրությունից։ Ասելու, որ դա սխալ էր, ընտրությունից։ Մնալու ընտրությունից։ Եվ Նարեն, որն այսօր ղեկավարում է հիմնադրամը, շարունակում է սպասարկել տրավմայի ենթարկված երեխաներին, իր հետ կրում է այն վստահությունը, որ մեկ մարդը կարող է փոփոխություն բերել։ Մեկ ընտրությունը կարող է ամեն ինչ փոխել։ Մեկ ձայնը կարող է կոտրել լռություններ, որոնք հավերժական էին թվում։ Նա չի մոռանում, թե որտեղից է եկել։ Չի մոռանում 5 տարեկան աղջկան, որը լաց էր լինում սառը մնացորդների ափսեի առաջ։ Բայց նա այլս միայն այդ աղջիկը չէ։ Նա այն կինն է, որը դարձել է։ Այն մասնագետն է, որն օգնում է ուրիշներին։ Այն մայրն է, որը սիրում է։ Այն դուստրն է, որին սիրել են։ Նա կենդանի ապացույց է, որ տրավման ճակատագիր չէ։ Որ ցավը կարող է ուժ դառնալ։ Որ խավարը կարող է տեղի տալ լույսին։ Նույնիսկ երբ լույսը ուշանում է։ Նույնիսկ երբ ճանապարհը երկար է։ Նույնիսկ երբ անհնար է թվում։ Որովհետև վերջում այն, ինչ մնում է, գեղեցիկ։ Հաշվետվությունները չեն, ոչ էլ պաշտոնական լուսանկարները, ոչ էլ պատի մրցանակները։ Այն, ինչ մնում է, այն մարդիկ են, որոնց մենք ընտրում ենք սիրել։ Այն կյանքերը, որոնց մենք ընտրում ենք դիպչել։ Այն համարձակությունը, որը մենք ընտրում ենք ունենալ, տեսնելու այն, ինչը թաքնված է, բարձրաձայն ասելու, որ դա ճիշտ չէ։ Սա է այն, ինչ մնում է։ Սա է այն, ինչը կարոր է։ Սա է ժառանգությունը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Նարեի Ռոբերտի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե հուզվեցիք, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել ցավի, հաղթահարման սիրո այս ճանապարհորդության մեջ։
Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք խոսում են ճակատագրեր փոխող ընտրությունների, իրականություններ փոխակերպող համարձակության մասին։ Յուրաքանչյուր պատմություն հրավեր է մտորելու, զգալու, հիշելու, որ երբեք ուշ չէ ընտրել իսկական սերը, այն սերը, որը կառուցվում է ներկայությամբ, համբերությամբ, մյուսին իսկապես տեսնելու պատրաստակամությամբ։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը մեկ այլ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ հավատալ մարդկային փոխակերպման ուժին։